Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք սոցիոլոգ վերլուծաբան պարոն Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար։ Մեկ շաբաթ առաջ մենք քննարկում էինք այն հարցը, որ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ երկրում կադրային ճգնաժամ է։ Այսօր մենք քննարկելու ենք իր մեկ այլ հայտարարություն այս թեմայի շուրջ։ Նա ասում է, որ պետկառույցները 7 տարի պարզ բաներ չեն հասկացել եւ զրոյական դասարանում են։ Այստեղ հարց 7 տարի էր պահանջվում Փաշինյանին, որ կարողանալ տալ այս գնահատականը, որ 7 տարի շարունակ զրոյական դասարանում են մնացել պետկառույցները եւ երկրորդը իսկ գուցե սա ինքնակնդատություն է նաեւ։ 7 լավ թիվ է, դրա համար եկեք ասենք, որ արջը 7 երկ ունի, 7-ն է մեղրի մասին է։ Նիկոլ Փաշինյանը ուներ 7 տարի, 7-րդ տարին է, որ ընթացքում ինքը ամեն տարի ինչ որ մեկին գտնում էր, որ մեղավոր է, բոլորը բաց իրենից։ Կադրային քաղցը ակնհայտորեն խոսեցինք այն շաբաթ, հասկացանք ինչից է, որովհետև եղած ռեսուրսը չի օգտագործվում։ Իսկ պետական մարմինները, որոնք 7 տարի չեն հասկանում ինչ են անում, ինքը ակնհայտորեն մենք նույն տեղում ենք, դուք հեղափոխություն եք արել ինչի համար։ Հարցական նշան։ Հենց նրա համար, որ պետական կառույցները չէին աշխատում։ Հետևաբար ձեր առաջնային նպատակը եւ մինչեւ հիմա պետք է լիներ այն, որ դուք դա ապահովեիք։ Հիմա հարց 7-րդ տարին է եկել, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը ունի կադրային քաղց եւ ունի պետական մարմիններ, որոնք չեն հասկանում, թե ինչ են անում եւ ոնց որ ինքն ասում զրոյական դասարանում են։ Այդ դեպքում ինձ մոտ հարց առաջանում։ Ինչի համար է պետք գաղափարախոսական, սոցիալ-փիլիսոփայական եւ խոհարարական բաներով հանդես գալ պոդքասթներով։ Ասենք ինչի է պետք սարքել ծվաձեղ սոխով, այլ ոչ թե այդ ժամանակ օգտագործել նրա համար, որ գնալ նախարարություններ եւ պահանջել այդ ոնց որ անմիջական ղեկավարություն ջանդամ թող միկրոմենեջմենտ լինի 7 տարվա ընթացքում կարելի էր ասենք չգիտեմ 6 ամիսը մեկ մի նախարարություն մտնել եւ այտենց միկրոմենեջմենտի շնորհիվ ապահովել որ այդ նախարարությունը կատարի իր գործառույթները կամ այդ մարմին էական չի այսինքն այստեղ խնդիրը երկակի է այո ինքը մեղադրում է ինչ որ մեկին փորձում է հրամցնի Եվ այո, դա ինքնամեղադրական է, որովհետև ինքը չհասկանալով, քանի որ առաջին մարդը, ով 7-րդ տարին է չի հասկանում ինքը ինչով է զբաղվում, անձամբ Նիկոլ Փաշինյանն։ Այսինքն մենք ունենք իրականում շատ լավ վիճակ, սա ինքնախոստովանություն է, սա այլևս կարիք չկա ապացուցելու, մենք կարող ենք միշտ հղում անել այս իր բառերի վրա, որպես ապացույց եւ հիմնավորում, որ ինքը մեջբերում եմ, Կարեն Սարգսյանից եմ մեջբերում անում, բոլոր նրանք, ովքեր շուկայում կան, քաղաքական դաշտում կան, ովքեր գործել են, մինչև փետրվարի 24-22 թվական պետք է փաթեթավորվեն եւ արխիվացվեն, որովհետեւ իրանք չեն համապատասխանում արկա քաղաքական, սոցիալական եւ տնտեսական իրավիճակին կամ մարտահրավերներին։ Սա ինքնախոստովանություն է, համաձայն որի Նիկոլ Փաշինյանը սրանից հետո պետք է երբևէ չմասնակցի քաղաքական պայքարին, քանի որ 7 տարվա մեջ ով որ չի սովորել, կներեք, դուք չեք կարող 7 տարի մնալ զրոյական կամ առաջի դասարանում, ուրեմն դուք պետք է փոխեք կրթական համակարգը եւ նաեւ փոխեք սոցիալական շփման բան, դուք հատուկ կարիքներ ունեցող մարդկանց հետ պետք է գնաք ապրեք։ Այստեղ մեկ հարց, դուք ասում եք, դուք հարց տվեցիք, այսպես հռետորական, ինչու են իրենք արել հեղափոխությունը։ Ես հակադարձ էսպես էլի հռետորական հարց տամ։ Արդյոք իրենք արեցին հեղափոխությունը, թե հեղափոխության կարիք կար կամ ինչ որ բան փոխելու կարիք կար եւ հասարակությունն էր հարցը բարձրացնում։ Սա ավելի վատ բան եք ասում։ Ես վերջացնեմ։ Թե կարելի, չէ՞։ Գիտեք ինչու, որովհետեւ դուք եթե վերջացնեք, կստացվի, որ մենք դրան դիտարկում ենք ինչ-որ բանով, իրա ասելով, այդ ձեր ձևակերպումը հարցի և իրա ասածը, որ դնում ենք մեկ նախադասության մեկ հարթակի վրա, ստացվում է, որ իրենք նույնիսկ սուբյեկտ չեն եղել։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք, որ հեղափոխությունը արվել է և իրենք եղել են խամաչիկ,
Սա շատ վիրավորական է իրենց համար։ Մենք ակնհայտորեն գիտենք, որ դա տենց չի։ Որոշ բաներ արվել են։ Որոշ բաներ արվել են եւ այդ որոշ բաները չենք կարող ասել ոչ չի եղել։ Թե խոսքի ազատության հետ կապված թե բանի, ինչ որ բաներ արվել են։ Կոռուպցիոն բուրգը, որը կառուցված էր մինչև նախագահական կամ ասենք, չգիտեմ, մինչև վարչապետ, հա, հիշենք Հովիկ Աբրահամյանին կամ Սերժ Սարգսյանին, կամ այդ ավելի վատ տարբերակներ Քոչարյան Ռոբերտը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը բանում, այդ բուրգերը չկան, հա, ակնհայտ է, որ վերևը տենց չի, բուրգով չի։ Մենք այն օրը հենց այդ հարցն էինք քննարկում, Արմենի հետ Հովհաննեսյան իր մոտ ավելի տենց մեծ հիմնավորվում բան կա, փաթեթ կա, եթե ուզում եք իրենք կանչեք, եթե Չէ, ես հարց եմ նախապատրաստում այդ թեմայի շուրջ։ Այսինքն մենք չենք կարող հերքել, որ այդ կոռուպցիան, որը գլխավոր գրասենյակից է իջնում, այդ կոռուպցիան չկա։ Այսինքն իրանք ինչ որ սուբյեկտություն ունեցել են։ Հետևաբար չկա հարց, որ իրանք չեն պատկերացրել եւ ամբողջական խամաճիկ են։ Ուրիշ հարց, որ իրենց էքսպերտիզան, ոնց որ ասում են, իրենց փորձագիտական հմտությունները, գիտելիքները ավարտվել են այն պահից, երբ որ իրենք դա ապահովել են։ Բազմից ձեզ մոտ ասել են, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Սա սիրուն sense գեղարվեստական ձևակերպում է, իրականում այսպես է, քանի որ իրանք գալիս են եւ ինչ որ էներգիա ծախսում են հեղափոխության արդյունքում ոչնչացնելու առավել վառ դրսևորվող բացասական կոմպոնենտները հասարակական քաղաքական կյանքի, իրանք այնքան էներգիա են ծախսում, որ սպառվում են։ Հետագա քայլերի վրա էներգիա չի մնում։ Դրա համար է, որ հեղափոխություններից հետո պետքա մի քանի բանը այդ պարզաջրելու թեման է։ Առաջի անգամ պարզաջրից ջուրը միևնույնն է մաքուր չէ, այսինքն մի հատ էլ պետքա ամբողջությամբ նոր ջրով, մի հատ էլ պետքա պարզաջրես։ Այնքան մինչև երբ դու արդեն ջուր ես լցնում եւ այդ ջուրը դուրս է գալ, ինքը նույնքան մաքուր է կամ շատ քիչ տարբերվում է իսկ սկզբնական վիճակից ջրի։ Այսինքն իրանք առաջի լվացքը արեցին, ոնց որ առաջի անգամ լվացին այդ ինչ որ բաներ հանեցին, հետո հրաժարվեցին գնալ։ Հետո ամբողջությամբ պահեցին եւ հիմա իրանք ընկել են նույն թակարդը, որում գտնվում էր Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, էական չի ով։ Դրա համար են իրանք։ Որն էր այդ թակարդը։ Թակարդը իշխանություն պահելն է։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ամեն կերպ այս հայտարարությունները նրա մասին, որ բրծան նախկինները, ինքը հասկացա, որ նախկինների վրա էլ բանը գցելը չի անցնում, չի կարող շարը գցի նախկինների վրա։ Հիմա պարզվում է, որ չինովնիկներն են մեղավոր։ Եղբայր, բայց այդ չինովնիկների բանը դու ես։ Դու ես, քեզ որ ասում էին քո աշխատակազմի ղեկավարը պետքա ոչ թե զբաղվի քրտնած տղամարդկանց սպորտը զարգացնելով, այլ նրանով, որ շենքում լույս լինի, այ դրա համար էինք ասում, որ պետական ապարատը պետք է աշխատի, դու չես կարող պահել նախարարություն, բտան նախարարությունը, որտեղ վարչության պետերի պաշտոնները թափուն էին մնում տարիներով։ Դու չես կարող, դա նշանակում է նախարարությունը իր գործառույթները չի կատարում։ Բազմաթիվ խնդիրներ կան, արտասահմանյան ներդրողներ, մեր հայրենակիցներ, ովքեր գալիս են փորձում են գործ անեն, բանը, ասում ոչ մեկ որոշում չի կայացնում։ Հենց հիմա ամեն շաբաթ ես խոսում եմ տարբեր ոլորտներում, այդ թվում փակ ոլորտներում աշխատող մարդկանց հետ, ովքեր ասում են մենք խնդիր ունենք, ոչ մեկ որոշում չի կայացնում։ Տանում ենք թուղթը, տալիս են, կորում այդ թուղթը, ուտում են այդ թուղթը, մենակ դա չստորագրեն։ Կամ գցում են վերադասի վրա, իսկ նախարարություններ կան, որտեղ վերադաս չկա։ Վերջում գնում ասենք, չգիտեմ, փոխնախարարի վրա, փոխնախարարի մոտ բուխտով sense տուղտակուտակված։ Ինքը չի հասցնում նայի, որոշում է հետիչացնի։ Ամեն ինչ կանգնած է, համակարգը պարալիզացված է, որովհետև բոլորը պամպերսները լցված նստած են, չգիտեն ինչ անեն, որովհետև կոմպետենտություն չունեն, ոչ կոմպետենտ են, չգիտեն ինչ անեն, որովհետև վախենում են, չգիտեն ինչ անեն, որովհետև չգիտեն ոնց անեն առանց կոռուպցիոն սխեմատոզի, չգիտեն ինչ անեն, որովհետև իրանք գաղափարապես չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում, չգիտեն ինչ անեն, որովհետև ատում են Նիկոլ Փաշինյանին եւ չեն հարգում իրան, չգիտեն ինչ անեն, որովհետև իրանք մի բան անում են, հետո իրանք գլխին ապտտվում, որովհետև պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ուրիշ բան է բստր է, որովհետև մենք ստորագրում ենք բան, չգիտեմ, ԵԱՏՄ-ի անդամ ենք, փաստաթղթերով ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց Եվրոինտեգրվում է Նիկոլ Փաշինյանը չգիտես խի, ու եւ չգիտես ոնց Սեպայից բանկա անելու տանում են դնում են մարդու սեղանին, որ ԵԱՏՄ-ի պատասխանատուն է, ով վերցնում է մեր երկրի կորան ասում չոսկը ԵԱՏՄ-ով է սենց է։ Բայց Սեպայով է սենց է, հետո ինչ, ես ԵԱՏՄ-ով թուղթ ունեմ։
Ոնց աշխատի այդ համակարգը, դուք հասկանում եք, սա տոտալ շիզոֆրենիա է, ասենք Նիկոլ Փաշինյանն ինչ ակնկալում, որ ինքը ունի չինովնիկ 6000, 8000, ովքեր բան են, իրանց շատ կոմֆորտ են զգում շիզոֆրենիկ միջավայրում, որ ասենք բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը թշնամի է, հապկը վատնա, ԵԱՏՄ-ն տամ խարից խամեր ոտներին կապած բանա, չեն կարողանում դրա պատճառով իմմոբիլիզացիայի միջոցա, որ ոտերներս կապածա, ձեռներս կապածա, բայց միևնույն ժամանակ մենք իրանց կանոնակարգը պետք է պահենք եւ այտենց ինտեգրվենք Եվրոպայի, չի լինում այտենց։ Այս նույնիսկ այն վատ արդեն են, որ անիմաստ կատակը չի, որ ասում մի քիչ աղի չեն ելնում։ Չէ, այստեղ դրա մասին չի խոսքը։ Չես կարող այտենց անում, չի ստացվում այտենց։ Բա իհարկե որտեղից այդքան շիզոֆրենիկ ինքը գտնի, որոնք կոմֆորտ կդնեն այտենց բան։ Դրա համար է կադրային քաղցա։ Դրա համար է 0 դասարան չեն։ Չեն անում ոչ ոք, սա կոչվում է սաբոտաժ։ Սա կոչվում է իտալական գործադուլ։ Անում եմ մենակ այն, ինչի ուղիղ հրամանը ունեմ։ Սա իտալական գործադուլ է, եւ այս իտալական գործադուլը ընդդեմ Նիկոլի չի։ Ընդդեմ ՔՊ-ի չի, ընդդեմ Հայաստանի Հանրապետության չի։ Սա այս գործադուլը իտալական հանուն, չգիտեմ, առողջ բանականությանը, մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում, պահանջում են, իրականում ես բացեմ գա, իրանք նույնիսկ շատերը չեն գիտակցում, իրանք պահանջում են պարզ եւ հասկանալի ծրագիր, որը իրանք իրականացնում են։ Իրանք իրականացնում են ՍԵՊԱ, թե իրանք իրականացնում են ԵԱՏՄ։ Իրանք գնում են դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ, թե իրանք գնում են դեպի ՀԱՊ եւ կործանում։ Պարոն Սարգսյան, եւս մեկ հարց։ Դուք ասում եք սաբոտաժ։ Ես հարցնում եմ, սաբոտաժ կարող ենք գնահատել իրավիճակ, երբ չեն անում, բայց եթե Փաշինյանը գիտի ինչ անել, բայց ասենք պետական կառույցները, որոնց նրանք Փաշինյանը առաջին դասարանը ստացրեց, նրանք չեն անում, սաբոտաժ են անում։ Այսինքն Փաշինյանը գիտի ինչ անել, Փաշինյանը իդեմս Փաշինյանի այսպես կենտրոնացված կառավարում է գնում, իսկ նրանք սաբոտաժ են անում։ Իհարկե, դա ճիշտ է։ Այսինքն Փաշինյանը 0 դասարանում չէ։ Ճիշտ եք հասկանում, Փաշինյանը իհարկե 0 դասարանում չէ, ինքը գիտի ինքը ինչ անում։ Ինքը ամբողջությամբ ուզում է ինտեգրի Հայաստանը եւ տանի Թուրքիայից իրի մեջ, փոխի մի փոքր իրավիճակը եւ 3+3-ը ձևաչափը դարձնի Թուրքիան, համաձայնվի Թուրքիան որպես առաջատար, ինչը այսօր Կոբախիձյանը իդեպ Թուրքիայում հայտարարել է, որ մենք Եվրամիություն ենք գնում Թուրքիայի պոչից բռնած, այդ PlayStation-ի կողքից փախցրած այդ ապուշը ասում է, որ ինքը Թուրքիայի հետևից է գնում Եվրամիություն, այսինքն ինքը բերն է բերան, հայտարարում է, որ ինքը չի գնում Եվրամիություն, որտեվ Թուրքիան չի գնում Եվրամիություն։ Թուրքիան չեն ընդունում Չէ, Թուրքիան չի գնում Եվրամիություն։ Թուրքիան կառուցում է մոդեռնիզացված Օսմանո երկիր։ Ինքը վերցնում է Սիրիան, ինչի հետ կապված իրենց շնորհավորեց Էրդողանը, որ ապրես, բանը, նույն բանն են, հա, Թրամփը։ Մի հիմարն է դա ասում է բանը, Սիրիային 2000 տարի ոչ մեկ չի գրավել։ Ծիծաղս եկավ, ասի լավ, պատմություն չգիտի մարդը, բայց ոչինչ, Էրդողանը տենց բան է, հա, բայց նորմալ։ Էս է իրանց մոտ։ Այսինքն Կոբախիձեն հայտարարում է, որ Վրաստանը Թուրքիայի պոչից բռնած գնում է։ Իրան թվում է Եվրամիություն։ Ցավոք սրտի Նիկոլն էլ է ուզում է, իրան կոմֆորտ է այդտեղ։ Թուրքիայի պոչից բռնած, պաչելու բանը մոտիկա իր համար, ինքը տենց բան կանի, ոնց որ Տրամփն ասում զանգում են բան են անում, տենց էլ Նիկոլն է պատկերացնում, բայց սա սուտ է, սա չի աշխատի։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի Թուրքիայի պոչից բռնած ոչ միտեղ գնալ։ Ասեմ ավելին, բոլորին սա զարմացնում է։ Նիկոլին էս է պետք, ինքը էս է տեսնում։ Բայց մեր մոտ այտենց մարդ չկա իրանից բացի։ Ինքն է մի քանի Լևոնախտով տարապող բան, այդ լիբերալներ, որոնք կապ չունեն լիբերալի հետ, իր թիմակիցներն են, որոնք դες պատկերացնում են մի մասը բոլորը չէ, որ Թուրքիան է իրանց պապան, իրանք ուղղակի Մոսկվան փոխում են Անկարայով այդքան բան։ Բայց համակարգը որն է, համակարգը չի ուզում մի կողմ, պատրաստ չի, չասեմ տենց, ազգը չկա սոցիալական խումբ, նշանակալի վիճակագրական նշանակալի սոցիալական խումբ, որը պատրաստ է ենթարկվել Թուրքիայի կամակատարությանը հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման։ Ճիշտ ձևակերպեցի, մի հատ էլ կարամ կրկնեմ, որպեսզի բոլորի մոտ մտնի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը հիմա
պայմանավորված կարող է լինել բացառապես նրանով, որ ինչ որ մի մեծ խաղացող փոխարինվի ուրիշ մեծ խաղացող, այսինքն Ռուսաստանը, որի հետ ակնհայտորեն արդեն ոչ բան չի լինում, պետք է փոխարինվի ինչ որ մեկ այլ խոշոր խաղացող։ Այս խոշոր խաղացողը պետքա չունենա որևիցե արժեքանորմատիվ կառուցվածքային կամ տնտեսական ձգտում լինել եվրոպական քաղաքակրթության մաս, որովհետև եվրոպական քաղաքակրթության մաս կազմող երկրում ըստ միջազգային մամուլի Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված ընկերությունների հետ փոխկապակցված օլիգարխիկ կամ մեգադախլչի ընտանիքների անդամները նստում են, եթե իրանք Կրիվոյ Ռոգի երեխեքին սպանելու համար տալիս են գումար Ռուսաստանին, նստում են, շնորհավորում եմ, ըստ միջազգային մամուլի Խաչատուր Սուքիասյանը փոխկապակցված որպես անձ 15 միլիարդ դոլարի փող տված Ռուսաստանին մի քանի օր առաջ դարձավ 9 երեխայի սպանության հանցակից։ Այտենց է ստացվում այդ ընկերությունները, որոնք իրանց հետ փոխկապակցված են, փող են տվել, այդ փողերով Ռուսաստանը ըստ իրենց վիճակագրության գնել է էլեկտրոնիկա, այդ էլեկտրոնիկան գնացել է հրթիռներ, այդ հրթիռները խփել են Կրիվոյ Ռոգին։ Բարև ձեզ։ Վերադառնանք այդ երկրին, դուք նկարագրում եք Թուրքիան աչքից։ Հիմա որ ասում եք մեկ խոշոր խաղացող։ Հա, ինքը հիմա փոխում է այդ Ռուսաստանը, փոխում է Թուրքիայով, իրան պետք չի որ դա լինի Եվրոմիություն։ Իրան պետք չի Եվրոմիությունը կամ Եվրատլանտյան այդ կառույցները իրան պետք չեն, բացատրում եմ ինչու, որովհետև նույնիսկ այն փոքրիկ կոռուպցիան, որ ինքը հիմա sense պլստում է, անհետեթ հայտարարությունները, անպատասխանատու քայլերը որպես վարչապետ, ասենք տնտեսությունը գավիժում է, խնդիրներ ունես տնտեսության հետ կապված, ֆոնդային բորսան մինչև հիմա չի աշխատում, բանկերը գերշահույթ են բռնում, մարդիկ ուտելու փող չունեն, ինչ որ այս ամեն ինչը միասին, եւ վարչապետը խոսում է իրական Հայաստանից, գրքերից, ինչ որ մի հատ գիրք կա, որ 7-րդ տարին է կարդում են մարդու կնիկ, չեմ հասկանում այդ ինչ են այդքան կարդում Նելսոն Մանդելայի մասին, սպանեցին այդ նույն գիրքը կարդալով, ինչ է, Մանդելան մեռել է, այսինքն այնպես չի որ ամեն տարի ավելանում են գլուխները, այդ մի քանի գլուխն է, պետք է որ կարդացած արդեն լինի։ Սա էլ է խնդիր, հասկանում եք, երբ եվրոպական քաղաքակրթության երկրի վարչապետը inspiration կամ ինչ որ sense բաներ է գտնում, ոգեշնչող բաներ է գտնում Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի ընթացքում ճնշված ընդդիմադիր գործչի կյանքում, դա արդեն հոգեկան ինչ որ բան է։ Ասենք տենց մեկ է Մասկն է։ Հարավ-Աֆրիկայից ինչ գիտենք, Մասկը մեկ է Մանդելան, երկուսն մետառով են։ Ես չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանը ինչ է գտնում Մանդելայի կյանքում։ Դա ուղղակի մոդայիկ է։ Ես գիտեմ որ դա մոդայիկ է։ Ես գիտեմ որ այդ շրջանակներում լիբերաստական, այդ գերձախական, անիմաստ ձախական, որը որ նույնիսկ ձախ չի ուղղակի տենց զզվելի է որ իրանց հետ խոսում ես։ Իրանց մոտ դա Մանդելա, բան, ինչ-որ բաներ են, բայց ոչ մեկ չգիտի Մանդելանովա։ Ոչ մեկ չգիտի որ Մանդելան, ասենք անձամբ նենց չի որ չի մասնակցել այնպիսի գործողություններում, որոնց համար նաև եվրոպական երկրներում քրեական պատասխանատվություն է սպասում։ Եվ բոլորը չեն ուզում կենտրոնանան այն փաստի վրա, թե Մանդելայի իշխանության գալուց հետո ինչ կատարվեց Հարավային Աֆրիկայում։ Դա եղել է մեր կյանքի, ես փոքր էի, բայց ես հիշում եմ այդ բաները, ես մի տեսակ ինձ համար տարօրինակ էր։ Եթե չեմ սխալվում, Դեբուրն էր վարչապետը, թե նախագահան, որը բան արեց, Մանդելան եկավ իշխանության, հետո մեկ տարվա ընթացքում այնտեղ մի այլանդակ բաներ սկսեցին կատարվել։ Եվ այո, դա էլ է Մանդելան։ Այդ դրա մասին այդ գրքում չկա, խնդրեմը Փաշինյանի նրանում է, որ ինքը չի կարողանում էքսպերտիզան չի հերիքում։ Ինքը պատրաստ չի կառավարելու, որովհետև ինքը ամեն ինչ ուզում է կառավարի դիսկրետ։ Ամենամեծ խնդիրը, որը Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները ունեն, դա այն է, որ իրանք չեն հասկանում, որ ժամանակը իհարկե իրանց համար դիսկրետ է, ընտրություններից ընտրություն, բայց ինքը չի կանգնում։ Այսինքն իրանք նենց չի որ զրոյից են սկսել այս երկիրը կառուցել, ու նենց չի որ իրանք պետք է վերջացնեն իրանք պատկերացրած պատկերը, հետո նոր հանձնեն երկիրը գնան։ Այտենց չի։ Եթե շախմատային ինչ-որ բարձա պատկերացնեք, իրանք ասենք, չգիտեմ, 13-րդ քայլին եկել են, ունեն մի քայլի հնարավորություն կամ երկու։
փորձենք հանրագումարի բերել, փաստորեն դուք ասում եք, եթե ոչ դուք շտկում եք, որ երկրի Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ երկրի կառավարման հարցում կա ճգնաժամ։ Իհարկե, ինքը սրանից 1 տարի առաջ նույնիսկ ասեց, որ ես ամեն օր ինձ համար նոր բաներ եմ բացահայտում կառավարման համակարգում։ Այսինքն իր մոտ չի դադարում այդ ինչը լավ է։ Բայց ինքը 8-րդ դասարանում չի։ Հա, էդ է, Դեռ։ որ ինքը դեռ 8-րդ դասարանում չի։ Այդ ամենօրյա բացահայտումները շատ լավ են։ Սա խոսում է նրա մասին, որ ինքը կրթական խնդրեմ ունի։ Իրականում ըստ Ֆրեյդի տեսության, եթե դու զարգացմանը մի փուլը բաց ես թողում, հետո ինչ որ պահի դու սկսում ես այդ փուլին վերադառնալ։ Հիմա ինքը բաց է թողել կրթություն ստանալը։ Միացյալ Նահանգներում կարելի է այդպես լինի, որ նախագահը, բայց ի՞նչն է պաշտպանում երկիրը այդ դեպքում։ Միացյալ Նահանգներում պաշտպանող ոչինչ չկա այս պահին։ Չեք տեսնում, որ չկա։ Շուտ լրիվ նույնն է։ Ամենասկզբից ասել եմ սրանք, սա նույնն է։ Էն էլ է երազում տենց բան։ Էն էլ է ուղղակի զարմանում եմ, եթե խոսքը Տրամպի մասին է եւ Վենսի, դրանք պատուհաս են։ Հասնում է Ամերիկային մեր մեջ ասած։ Իրանք պետք է վայելեն սա, որովհետեւ կրթական համակարգը իրանք էլ են տապալել։ Ամբողջ ամերիկյան կրթական համակարգը վերածվել էր մի, չգիտեմ, վերածվել էր մի բանի 10-15 համալսարանով 300 միլիոնանոց երկիր չես սպանում էլի։ Մարդիկ հիմա բան են անում, այն օրը Չիբուկջան հետ եմ խոսում, ասում է, չէ, սխալ ես, մեր մոտ օրինակ տենց չի, ասում դու Կալիֆոռնիայում ես։ Կալիֆոռնիան աշխարհի 5-րդ տնտեսությունն է։ Կալիֆոռնիան եթե առանձնանա, Կալիֆոռնիայի հանրապետությունը, ինքը ամենազարգացած երկրների շարքում կհայտնվի։ Նահանգը դառնա Հա, հանրապետություն։ դե չէ, հիմա ինքը նահանգ չի, հիմա ինքը կոչվում է Կալիֆոռնիայի հանրապետություն։ Ու գրիզլի արջ է իր բանի վրա, իդեպ ասեմ։ Բայց եթե գնում ես այդ բաները, այն նահանգները, որտեղ որ այդ Տրամպի հիմնական կողմնակիցներն են, որտեղ մարդիկ հավատում են, որ չգիտեմ, QAnonներին, տարբեր պիցցագեյթերին, տարբեր բաներին, որ Զելենսկին 4 հատ յախտա ունի, որ ինչ-որ բան է, որտեղ JD Vance-ը մեծանալուց թմրամոլ կնոջ ընտանիքում մեծանալուց հորը չճանաչելով կենակցել է բազմոցը, որտեղ ուրիշ կենակցելու բան չի ունեցել, սա բավականին տխուր իրավիճակ է։ Եվ այն, որ այդ խոստովանությունը անող մարդը կարա դառնա փոխնախագահ, խոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ընտրազանգվածի որակների մասին։ Այդ գիրքը հրապարակված է, չէ։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ ինքը հոգեկան խանգարում ունեցող մարդ է։ Ինքը անգրագետ է, ինքը կանգնում է Եվրոպայում փորձում է բան բացատրել։ Թե ժողովրդավարությունը որն է։ Մարդ, ով որ կներեք էլի, չի կարա ինքը իր ընտանիքում չի կարա թելադրի, թե ժողովրդավարությունը որն է։ Այս տնտեսական, այսպես սահուն անցանք այդ թեմային, եթե անցանք շնաց ուրիշ բան էի նախատեսել, բայց ոչինչ։ Իմ հետ տենց է Հա, չի։ այդպես է ստացվում։ Չէ, իհարկե սկիզբը ես դրեցի։ Կարելի ասել, որ Իլոն Մասկի սիրտը չդիմացավ այդ նորամուծություններին մաքսատուրքերի հետ կապված։ Պարզապես վերջին տվյալները, եթե մեզ լսողները չգիտեն, համենայն դեպս տեղեկացնեմ, որ Չինաստանը բարձրացրեց ի պատասխան ամերիկյան ուրեմն մաքսատուրքերի դարձեց 125%, նախկին 84%-ից, իսկ Թրամփը առաջ 125-ից սարքեց 145%, հիմա այդպես իրենց մոտ պատերազմ է գնում։ Չինաստանը հիմա 125 չի։ 125 է բարձրացրել Չինաստանը եւ ասել է ես Չինաստանը 125 է դարձրել։ Հա, այնի բարձրացրեց նա 125-ից դարձրեց 145։ Հիմա հարցը Իլոն Մասկի սիրտը չդիմացավ եւ Իլոն Մասկը անգամ Իլոն Մասկը ընդվզեց, թե ինչ է այնտեղ կատարվում ընդհանրապես։ Տեսեք, մեծ հավանականություն կա, որը ես չեմ կարողանում հիմա որովհետեւ այլ կերպ ներկայացնեմ, քան վերլուծաբանների, մեկնաբանների եւ որոշ սենատորների կասկած։ Կա կասկած, որ Տրամպը եւ Տրամպի մտերիմները, այդ թվում Իլոն Մասկը, այս ամբողջ գործողությունները իրականացրել են ինսայդերական բորսային խաղի համար։
եւ իրանք տենց բավականին մեծ գումարներ են աշխատել դրա վրա։ Այդ որ ասեց միլիոններ են աշխատել իմ ընկերները։ Միլիոն չի, արդեն տրիլիոն, արդեն տրիլիոնների մասն է խոսքը գնում։ Ադամ Շիֆը սկսել է հետախուզական, դիմել է որ պետք է։ Գիտեք խնդրեմը որն է, Մասկը եկած օրվանից առաջին հերթին ոչնչացրել է այդ ներքին ֆինանսական բաները, վերահսկող ծառայությունները, որոնք մեծ չէին։ 3 առավոտյան MSNBC-ն հայտարարեց, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր հիմա մնացել են այդ կառույցներում, որ Տրամպն է նշանակել, այս 2-3 օրվա ընթացքում հերթով աշխատանքից դուրս են գալիս։ Ոչ մեկ ցանկություն չունի ստորագրի այս թղթերի տակ, որոնք այնտեղ կատարվում են։ Բոլորը սա ուղղակի նշան է, որ փող են աշխատում։ Այսինքն իրանք բացառապես նախապես հանցավոր համաձայնության գալով ֆինանսական գործողություններ են իրականացնում եւ ցավոք սրտի, երբ որ դուք ասում եք, Ամերիկան հիմա ցավոք սրտի տենց է։ Այստեղ ոչ թե հարցը նրանում է դա այդպես է թե ոչ։ Զուտ սոցիոլոգիայի տեսանկյունից ուղղակի ուզում եմ ձեզ բան ասել։ Նույնիսկ այն որ նմանատիպ կասկած է գնում, եւ սա քննարկվում է լուրջ ԶԼՄ-ներով եւ սենատորները սրա մասին խոսում են։ Այդ հետաքննության մասին եք ասում։ Հետաքննության չի, ասում են, կասկածում ենք, որ սենց է։ Այո։ Շահ հետապնդելու։ Այո, նույնիսկ սա նշանակում է, որ всё բրծել է արդեն։ Իմիջ չկա։ Որևիցե կերպ էլ համբավը չի վերականգնի մի երկրի, որը ժողովրդավարության սյուներից մեկն է։ Կարող եմ այսպես համեմատություն անել, եթե ոչ դուք էլի նորից կշտկեք, եթե շտկելու կարիք լինի։ Այս շուկայում, փողի շուկայում, երբ որ սակագինը բարձրացնում, իջեցնում են եւ այդ տարբերության վրա այսպես փող են աշխատում։ Այստեղ եւս այդպես եղավ, հայտարարեց բարձր մաքսա դուրքեր, հետո ասեց 90 օրով կհետաձգեմ, այդտեղ բարձրացավ, իջավ, այո, նույն բանը, ինչ որ ստանդարտ փողոցային փողի շուկայում է տեղի ունենում, արվեց մեծ մասշտաբի հենց դրա համար ուղղակի տեսեք հարցը որտեղ է, երբ դա նույնիսկ բորսայում, այսինքն եթե այդ գործողությունները տեղեկատվական այդ ներխուժումները անում է ինչ որ մի ընկերության ղեկավար կամ ընկերության համար արվում կամ ինչ որ ԶԼՄ է արվում, դա պատժելի է, քրականորեն պատժելի է, այսինքն այդ տեղեկատվական աղմուկ ստեղծել, որի արդյունքում բորսայի ցուցանիշները կգնեն, կբարձրանան, դա քրեական է։ Հետո փոխել։ Դա քրեական չի փոխել, այսինքն չգիտեմ, ասում ես որ բան է։ Ես հաստատ գիտեմ, որ բանը, չգիտեմ, տեղ ասում ոսկի ենք, թե այնտեղ որտեղ որ բանն է, այդ սիուների կամ ապաշների ֆիգվամներն են դրած։ Ու այդ ոսկու հանքերի բանը այդ այսինչ ընկերությանն է պատկանում։ Դու տենց բան ասես, դա ազդի շուկայի վրա, այդ կոնկրետ բաների, չգիտեմ, այդ կոնկրետ ընկերության արժեթոմսերը սկսեն աճել, դա բավարար որ քո հանդեպ ինչ որ առնվազն հետախուզություն սկսեն։ Այստեղ երկրի նախագահն է անում։ Այստեղ երկրի նախագահն է անում եւ որտեղ է բանը, ինքը մտցնում է, ասում է չեմ հանի։ Մամայի, պապայի արև չեմ հանի։ Իրա օգնականներին են հարցնում, ասում են ով որ հանեց, նրա ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք արեք իր հետ։ Հասնում է նրան, որ 3 ժամվա ընթացքում այդ արտաքին առևտրի պատասխանատուն կոնգրեսում նստած ասում է մամայի արև չենք հանի, ով հանեց բանա, շանտաղայա, ոնց որ դուրս են գալի ծխելու, գալիս են հանած արդեն։ Ով գիտի նրա մասին, որ հանած է, գիտի շատ նեղ բան, լրագրողները կանչել էին են Նավարոյին, մի հիմար գյադենել է դա։ Նավարոյին կանչել են, ասեն դու տեղյակ ես, որ հանել է։ Տեղյակ եղել ես, որ հանել, ով է եղել սենյակում, որ տեղյակ է եղել, որ հանել է։ Ինչի է սա կարևոր, որտեղ ըստ դրա կարելի է հետո հասկանալ, թե բաները ով բաժնետոմս առավ։ Որտեղ ընդհանուր անկում է բաժնետոմսը, պատկերացնում եք, ինչ որ 3 օրվա ընթացքում 6 տրիլիոնով իջավ, իսկ նախագահ ընտրվելու պահից 10 տրիլիոնով ընկել է։ Դու հետ բարձրացավ, չէ՞։ Այդ այն պահին, երբ որ բոլորը հասկացան, որ հենց որ ինքը ասեց պաուզ եմ տալի կամ հանում եմ, էլ չի լինելու այդ բաները, վերև են բարձրանում շուկաները։ Մինչև այդ մամայի արևա երթվել, չնայած չգիտեմ, իր մամային ճանաչում է թե չէ, որ չի հանելու։ Դա կոչվում է բլեֆ։
Դա կոչվում է սրիկայություն։ Բլեֆը ֆիլմ էր իտալական, որտեղ չել ընտանուն են խաղում։ Բլեֆը հաճույք է։ Բլեֆը դու նայում ես ու ինքը հաճույք է։ Ինչով է բան։ Չէ, բլեֆը հաճույք է նայողի համար։ Բլեֆը հաճույք է, որովհետև պատժվում է ինչ որ մեկը, ով արժանի է պատժվելու։ Ստեղ պատժվել է ամենաաղքատ զանգված Ամերիկայի, մարդիկ ովքեր բաներն են կորցրել, թոշակի հետ կուտակումներն են կորցրել, ընկերություններ, որոնք երեք ուղղակի բան են անում, ասում ենք Չինաստանից բան պիտի բերենք, հիմա չգիտենք, բայց մեր վրա ասենք 50-ից 100,000 վարկա կախած, եւ մենք ապրանքը չենք կարող բերել, որտեվ հիմա որ բերենք այդ ապրանքը, պետք է 200,000 մաքսատուրք տանք։ Ու հետո այդ ապրանքը չենք կարողանում վաճառենք, այսինքն ստեղ տուժել են մարդիկ, ովքեր Տրամպին ձայն են տվել։ Նույնիսկ ես, որքան էլ որ համարվում եմ կոշտ ու կոպիտ այդ առումով մարդ, համարում եմ, որ սա over է, սա շատ է։ Չպետք է այդ մարդիկ տենց պատժվեն, նույնիսկ եթե իրանք Տրամպին ձայն են տվել, որովհետև սա այլանդակություն է, սա ընտանիքներ չեն քանդվում, սա սերնդներ է ոչնչանում, որովհետև մարդիկ իրանց երեխաների քոլեջների ու բուհերի գումարներն են բան արել։ Ու սա կորցրել են։ Բայց Թրամփը ասում է, ես աշխարհացունց գործողություններ եմ անում, ես ոսկե դար եմ սկսում տնտեսության մեջ։ Եկեք Լավ, թեման փոխում ենք։ Չէ, ասեմ, որովհետև ստեղ շատ կարևոր բան կա։ Շատ հետաքրքիր ձևակերպում են տալի ամերիկյան իրանք բան ունեն շաբաթօրյա շոուներ, բաներ շաբաթօրվա վերջում, հա, ասում է այնտեղ ոսկե դարը չգիտեմ, բայց որ ոսկե անձրև է, այդ հաստատ։ Այսինքն դեռևս հունվարի 20-ից սկսած ոչ մի ապացույց չկա, որ Տրամպը չգիտեմ, մի միլիմետրով ավելացրել է Ամերիկայի վարկանիշը դեպի վերև։ Չկա ոչ մի ապացույց, որ աշխարհը Ամերիկայի հետ պատրաստ է գնալ այնպիսի մի համաձայնության, որը օգտակար կլինի Ամերիկային։ Չկա ապացույց։ Եթե դու անում ես ինչ-որ մի բան, որը հայտարարում ես, որ կամ պետք է ասես ժամկետը, երբ է դա լինելու, կամ պետք է ինքը ամենօրյա ռեժիմով լինի։ Դեռևս ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները ոչ մի բանի չեն բերել, առավել եւս որ դու փոխել ես թեման եւ գնացել ես ամերիկա-ռուսական բանակցությունների, Ուկրաինան թողել ես մի կողմ, որը տնտեսապես ինչ որ բաներ ես ման գալի, Գազայի հատվածում դու ոչնչություն ես, ոչ բան չստացվեց, հութիներին դու հարվածեցիր 2 օր այդ ընթացքում խայտառակ եղար, պարզվեց, որ քո հույժ գաղտնի տեղեկությունները կարա ուղղակի պատահական ինչ-որ մի լրագրող տեղեկանա, ես դրա համար սիգնալս հիմա բան եմ անում, գցում եմ տարբեր տեղեր, ասում մարդս մի օր կարող է ինձ ասել, ես տենց մտնեմ խումբ, ասեմ, հա, էլի խի չէ որ, ասենք, ինչա որ, ինչ վատ է որ, այսինքն ստեղ այս ամբողջ ծավալը սխալների, նույնիսկ ծավալ չի, շարք չի, ինչ-որ խայտառակ բան է, ես դեռևս չեմ տեսնում ոչ մի դրական, շուկաների անկում, չգիտեմ, եւ վարկանիշի ոչնչացում, փափուկ ուժի ամերիկյան ոչնչացում, վերահսկող մարմինների ոչնչացում, ինչն է այնտեղ լավ, որն է այն հիմքը, որից կամ հենքը, որից ինքը կարող է այդ թռիչքը ապահովի, ուր պետք է իջնի մինչև հատակ, որպիսի հատակից ինչ-որ բան տա, իրան ուժ տա վերև բարձրան, ցավոք սրտի, հատակը շատ ցածր է, եւ ինքը չի կարող գտնել, ես նույնիսկ իր ծրագրերի մեջ չեմ տեսնում, հայտարարությունների ծրագրերի մեջ չեմ տեսնում ինչ-որ մի պայծառ լույսի կտոր կամ ինչ-որ մի կետ, որը որ դրական կարող անդրադառնալ, հա, Գրենլանդիայի գրավումը, իրանք ամբողջական վերլուծական ռեսուրս են ծախսել, մոտարապես 20-25 օր աշխատել է այն ինչ որ իր մոտ կա ու կոչվում է վերլուծական թիմ, աշխատել է նրա վրա, որ Գրենլանդիայի բնակչությանը բան անի, մտափոխ անի եւ սարքի Գրենլանդիան Ամերիկայի կտոր։ Այսինքն իրանք ինչ են առաջարկել, իրանք առաջարկել են Գրենլանդիայի բնակիչի ամեն մեկին $10,000 տան։ Դրա համար մի առանձնապես տենց վերլուծական բան պետք չունենալ, բայց իրանք դա են առաջարկում։ Վենսի մակարդակը, ընտրակաշարք։ Դա այլ ընտրակաշարք, Վենսի մակարդակը։ Վենսը գալիս է Գրենլանդիա, հյուսիսային,
Գրենլանդիան շատ մեծ, Գրենլանդիան Եվրոպայի չափ։ Իր Հյուսեյնն այդ բանից բևերը շատ քիչ է տանում, ամենակտուր գալի իջնում առաջի բարերը ինչ պետք է լինի մարդու, ով եկել է ամերիկյան բազա բան ինչ-որ sense։ Գալիս ասում է ցուրտ է։ Հա լուրջ ես ասում ընկեր։ Դու ապուշ ես ընկեր։ Դու քարտեզի վրա նայում եք, դու դեբիլ եք, ոնց կարաս դու գաս Գրենլանդիա ասես ցուրտ է։ Բայց ինչ պետք է լիներ։ Կարող է եկել ես Կուբա։ Ասում է յախ, ես ինչ կեղտոտ պատես։ Հա, հետո էլ կբացահայտվի որ այնտեղ ձները չեն հալում։ Շարունակաբար ասում են մենք պետքա բան։ Ուրեմն այդ գնահատականները, որ այնտեղ կա ոսկի, ուրանիում, չգիտեմ ինչ, այդ ամբողջը սարսի տակ է։ Ես չեմ պատկերացնում, ինչ են խոսում դրանք։ Վերջացնելով այդ մաքսատուրքերի թեման, նորությունը Հա, մասկը ընդ որում ասեմ։ Հա, մասկի թեման Մասկը հետեն մարդն է, որ ամենաշատը կորցրեց եւ հետեւաբար ամենաշատը կաշխատի։ Դուք տեսնի բան արեք, էնի ապարտեիդից փախած ապորինի ներմուծված մեյմուն է, այդ այնց չի, որ ինքը լավ տղա չէ։ Ինքը տենց իր papan ասաց, որ իրանց ընտանիքում Պուտինը papa է։ Այսինքն այդ ընտանիքը ամբողջությամբ դու մի տեսակ իմ համար պետք է գնա ռուսական նավի հետևից եւ եթե ոչ ինչ-որ մեկը խիղճը կորցնի ուղարկի կապսոնի ամերգին դժվար թե մենք տխրենք։ Չինաստանը եւ Եվրամիությունը Սի Ցզինպինը դիմել է Եվրամիությանը Միացյալ Նահանգների մաքսատուրքերի հարցով եւ ասում է, որ Չինաստանը եւ Եվրամիությունը պետք է համատեղ պաշտպանեն միջազգային առևտրային միջավայրը։ Սի Ցզինպին մեջբերում սակագնային պատերազմում հաղթողներ չեն լինի։ Ամբողջ աշխարհի դեմ գնալը նշանակում է մեկուսացնել ինքներդ ձեզ։ Չինաստան Եվրամիություն։ Այո, Չինաստան Եվրամիություն։ Հին աշխարհ ընդդեմ դուրս պրծուկների։ Հետաքրքիր չէ։ Չէ, ոչ մի հետաքրքիր բան չկա, դուրս պրծուկները պարտվելու են։ Գիտեք ինչի աննման։ Շախմատի մրցաշարում նստած են գրոսմեյստերներ, ինչ-որ մի հատ դուրս պրծուկ, որը գրպանում բան ունի, ինչ-որ տենց շպարգալքի պես մի հատ բան է, ինքը տենց սաղկյանք տենց խաղացել է, իրա բակում բոլորին կրել է, հիմա եկել է գրոսմեյստերների հետ շախմատ խաղալու, ձեռից հեռախոսը վերցրել, ասել նստի, ինքը E2-E4-ից հետո ոչ ման չգիտի, ինքը նույնիսկ չգիտի, որ E2-E4-ա դա, որտեվ ինքը միշտ տենց նայել է, այդ քայլը տենց է արել, անհնար է, հնարավոր չի, բացառվում է, որ Վենսի ինտելեկտուալ մակարդակ ունեցող անձնավորությունը, էլ Տրամպի մասին չեմ խոսում, դա մի ուրիշ բան է, մարդով 5 հատ կազինո է տակ տվել, այդ մոռացեք, այդ ինտելեկտուալ մակարդակով մարդը չի կարող, ունակ չի խաղալ այն դաշտում, որտեղ Եվրոպայի թագավորական ընտանիքները հայտարարել են իրենց մարուն, այսինքն կրեցին։ Դա բացառվում է, որտեվ ստեղ ամեն քայլի հետևը կա 6000 տարվա պատմություն։ Եվ ամեն ինչ հաշված է, այն ամեն ինչը կարա Տրամպի ադմինիստրացիան հնարի, ուղղակի հնարի ֆանտազիաների մեջ մտքներով անցնի, ստեղ մի քանի անգամ եղել է։ Ստեղ ինչ-որ 4-րդ դասարանի պատմության գրքերում դա դասավանդում են։ Ասում եք Միացյալ Նահանգներին ոչ ոք այսպես կողքը չի գալիս կանգնում, բայց Ալիևն է հերթի մեջ առաջինը։ Նա շատ շտապելով կառուցում է իր հարաբերությունները Թրամփի հետ, հրաշալի իմանալով Թրամփի որոշումների մասին եւ USAID-ի մասին եւ ազատություն եւ ուրեմն Ամերիկայի ձայնի հետ կապված, նա շտապում է հայտարարել, որ USAID-ին լիովին կոռումպացված կազմակերպություն է։ Ես մեջբերումներ եմ անում։ USAID-ին լիովին կոռումպացված է, ազատությունը եւ Ամերիկայի ձայնը իհարկե պետք է դադարեցնել, բայց դա բավարար չէ, պետք է դադարեցնել Human Rights Watch-ը, Freedom House-ը, Amnesty International բոլոր մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, նրանք սերմանում են քաղաքական ատելություն, ասում է
Ալիևը Լավ սխալվեցիք։ չասեցի բայց ազգային դեմոկրատական ինստիտուտն է պետական հեղաշրջում արել, Le Monde, Figaro, New York Times-ը եւ այլն բոլորը Ամերիկայի դեմ են եղել, այդ բոլոր նախկին այդ Ջո Բայդենի հետ կապված, փոխկապակցված այդ կազմակերպությունները։ Մենակ Ջո Բայդենի հետ չեն, հա, բայց հա։ Միայն ոչ, բայց հասկանալի է այդ նախկինների թեմայի մեջ, չնայած Թրամփը եւս նախկին է եղել։ Ջեմ ողջուններ Նիկոլ Փաշինյանի իր տարածաշրջանային գործընկերոջ հետ կապված։ Աբշերոնյան անասունը իր ոճի մեջ է։ Թրամփն էլ գիտեք որ նա ախր պրոբլեմը ստեղ իրականում ոչ այդքան աբշերոնցի այդ դեգեներատի մեջ է, այլ սպիտակ տան արձագանքի։ Ես ես ասեմ, ես նորաստի ինչի, հա, եվրոպական, ինչի Եվրոպային Ամերիկան միշտ կպարտվի, այս Ամերիկան, խոսքը չի վերաբերում ընդհանուր առմամբ Ամերիկան, ես այս ադմինիստրացիայի մասին եմ Կոչվում է Թրամփյան Ամերիկա հիմա, Trump, Vance, հա, այս բանը, մարուների շարքը։ Բազմաթիվ պատմական օրինակներ կան, եւ ոչ միայն երկրի ղեկավարների բանի վրա, հա, այլ նույնիսկ եթե իջնենք այդ ենթապետական կամ նույնիսկ քրեական, հա, մաֆիոզ, Կոզա Նոստրա, բան, Դրագետտա, ինչ որ տեղ, եթե ինչ որ մի հատ մեյմուն, ինչ որ մի հատ շատ հեռու տեղից գար եվրոպական երկրին, Բրիտանիային, որ ասեր, այ դուք այդ բանը MI6, MI7, MI5 պիտի փակեք, MI5 պիտի փակեք, այս ձեր մոտ էս բանը, չգիտեմ, Shivering program-ը դա վատ է, British Council-ը պիտի փակեք, բան, նույնիսկ եթե այնտեղ խնդիր ունենային, վստահաբար ձեզ ասում եմ, որ առաջինը ինքը ապտակը կստանար Վինդզորից, այսինքն Բուքինգհեմյան պալատից, կասեն քո գործը չի, ուղղակի քո գործը չի, ասեմ ավելին, հրահանգ կտային քաչալացնել, լեզուն կտրել, ականջներն էլ հետը։ Դաժանբաներ մի խոսեք։ Դե Ալիևին հասնում է, բայց խնդիրը դա չի, պայմանական, բարձր, շատ բան չենք ասում։ Խնդիրը որն է, որ եթե դու ունես պետական համակարգ, որտեղ տասնամյակներով աշխատել է ինչ-որ մի բան, որը նենց չի, որ միշտ վատն է, որը ստեղծվել է եւ ամրապնդվել է նույն Ռեյգանի կողմից, Make America Great Again, հա, վերադառնանք այդ գաղափարին։ Հետևաբար ինչ-որ մեկը, ով ծնվել մեծացել է KGB-ի գեներալի ընտանիքում, կոռումպացված է, մարդասպան է, դու անձամբ ասել ես, որ այնտեղ էթնիկ զտումներ է, Երեք Տրամփին ինչի ես չեմ հարգում, որտեվ ինքը անձամբ ասել է, որ եթե ես լինեի, էթնիկ զտումներ Արցախում չէր լինի։ Դա Սլիպի Բայդենն է մեղավոր։ Այս նույն մարդն է, որ էթնիկ զտում է անում, ընկեր։ Ինքը քեզ ասում է, որ լավ ես անում, որ USAID-ին, բանը, ամերիկյան ադմինիստրացիայի միակ պատասխանը, որը հարգանք կառաջացներ իր նկատմամբ ամերիկյան ադմինիստրացիայի, դա բավականին կոպիտ Ну կոպիտ չէ, ինքը պետք է հնչեր shut the fuck up, այսինքն ձենդ կտրի։ Քո գործը չի, տեղդ վերընկի, գնա քթովդ նավթդ փորի, էժանով ծախի։ Դու արժանի չես խոսած իմ մասին, այդ իմ սխալն է, իմ մարդիկ են, իմ որոշումն է, իմ կոռումպացված կամ ոչ կոռումպացված որոշումը ես եմ կայացնում, իմ դատարանը, դու ով ես եղել, որ ստեղ խոսում ես։ Բայց քանի որ այնտեղ Տրամփն է, Վենսն է, բան, իրանք ուրախանում են, որ ինչ-որ մի հատ հիմար գյադա, կոռումպացված, ռազմական հանցագործների լավագույն ընկեր, երկկողմանի ընդ որում, Պուտին եւ Նետանյախու, երկու ռազմական հանցագործի միակ լավագույն ընկերը, քեզ ասում է դու լավ ես անում, որ տենց ես անում, իրանք ուրախանում են, հիշենք, որ Տրամփը ասում էր բան, Եվրոպայում մի հատ տղա կա, Օրբանը, ինքը ինչ շատ է հարգում, այսպես տղա է, ամբողջ Եվրոպան ասում է, մենք գիտենք ինքը ինչի տղա է, դու իրա վրա ես հղում անում, մենք գիտենք ինքը ինչի տղա է, քեզ էլ ենք ասել, ինչ ես բան անում։
Թրամփը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Ալիևին։ Այստեղ երկխոսության այսպիսի էլեմենտներ են արդեն դրսևորվում։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների գործընկեր Իսրայելի հանդեպ ցուցաբերած աջակցության համար Ադրբեջանին եւ ողջունել է Ադրբեջանի եւ Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Բոլորը ասում են եւ ողջունում էին, երբ որ պարզ եղավ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը հայտարարեցին, որ այդ բոլոր 17 կետերը խաղաղ բանակցությունների ներողություն խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքում արդյունքում ուրեմն համաձայնեցված են եւ արդեն ոչինչ չի խանգարում որպեսզի ստորագրվի, բայց Ալիևը ասում է ստոպ, ոչ գնդակը Հայաստանի դաշտում է եւ ես ունեմ նախապայմաններ, չգիտեմ, նախապայմանների թեման նախորդ քննարկվել էր թե չէ, որ այդ խաղաղ բանակցությունները, խաղաղ պայմանագիրը պետք է նախապայմաններ ունենան։ Որ խնդրեմ մի հատ նորից կարդակ ինչ ասել։ Ուրեմն նա ասել է Նովրուզի բանի հետ կապված։ Նովրուզի բանի հետ դե շնորհավոր Չէ, այդ մի կողմ է։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների, նա ասել է նախ իր անունից է, ես ասել է։ Մեր գործընկեր Իսրայելի հանդեպ ցուցաբերած աջակցության համար եւ ողջունել Ադրբեջանի եւ Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Մենք անցած շաբաթ եւս հասկացա։ Ունեինք ինֆորմացիա, որ Թրամփը սպասում է այդ խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Ռազմական հանցագործ Բիբի Նետանյախուն աղկոյ արը գործի մեջ։ Սա իր լոբինգն է։ Եվ անշուշտ նախորդ հայտարարությունը, որը եղել է կոչ անմիջականորեն ստորագրել պայմանագիրը, հիմա ասում է ողջունում ենք երկու կողմերի քայլերը։ Դե սրանք ասենք մենուետ են ապարում, սրանք քայլ չեն անում, դա նորմալ է։ Շարունակում եմ պնդել, որ Բիբի Նետանյախուն պետք է գնա Հաագա եւ նստի ցանկալի ցմա, ընդ որում իր վրա էլ է կարելի կախել Արցախի էթնիկ զտումը, ուղղակի որ երկար դուրս չգա։ Այսինքն այնտեղ 3 հոգու արդեն տեղ կա։ Գնահատում եմ շատ վատ այս հայտարարությունը, գնահատում եմ, որ սա հերթական հետ քայլն է, որը ինձ չի զարմացնում ընդհանրապես ուկրաինական այդ ճակատում դավաճանությունից հետո եւ եվրոպական գործընկերներից թաքուն սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանից հետո ինքը Թրամփը դավաճանա, տենց չի կարելի արդեն իրան լուրջ ընդունել այս դաշտում, ամեն դեպքում սա բացասական եմ գնահատում։ Այս թեման, այս գնդակի թեման դեռ երկար երևի թե ձեռքից ձեռք պետք է գլորվի, որովհետև դե նախապայմանները գիտենք եւ հայկական կողմն էլ երեք արդարադատության փոխնախարարը ասաց, որ այդ սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկում, քանի որ ակնհայտորեն չի քննարկում, ժողովուրդ, մենք մեր սահմանադրությունը ամբողջությամբ անցել է, եկեք ճիշտն ասենք, հա, արդեն որպեսզի այս շարումները այնքան երկար են, ինձ մոտ տպավորություն որ բոլորը մոռանում են, որ մենք Վենետիկով անցկացված սահմանադրություն ունենք։ Եթե այդ սահմանադրության մեջ գոնե մեկ կետ լիներ կամ ինչ որ նշույլ լիներ պրեամբուլայում, ամբուլայում, աստղանիշով տակը մանր տառերով գրած, եթե մի կետ լիներ, որը գել ժողովրդավար, որտեղ այդ ժամանակ այն ամենա իդեալականացված մոտեցումն է ժողովրդավարից, հիշեցնեմ, որ այս փոփոխությունները տեղի են ունեցել 2015 թվականին, սա բաներ են, այն ամենա բանն է, եթե նման բան լիներ, եթե ինչ-որ մի տողը կամ ինչ-որ մի հղումը պարունակեր, չգիտեմ, տարածքային պահանջներ հարևան երկրի նկատմամբ Վենետիկը կգզրոյացներ։ Հիմա դուք ինքներդ ասացիք, որ այստեղ Իսրայելն է։ Հա, դե Իսրայելն է, բարձա Իսրայելն է պրոբլեմ ունի։ Բարի։ Իսրայելը, տեսեք, Իսրայելը պրոբլեմ ունի, որովհետև ինքը Ամերիկայի կլիենտ է եւ ամբողջ աշխարհում, բացի հանցագործ Ալիևից, ոչ մեկ իր հետ բան չի անում։ Ասեմ ավելին, նույնիսկ ՆԱՏՕ-ի հանդիպում որ տեղի ունեցավ, երբ որ Ռուբիոին ասեցին 3 մատից կոմբինացիա ցույց տվեցին եւ ասացին, որ դուք մենակ եք հութիների դեմ, մենք չենք մասնակցելու։ Դրանից հետո Մելանի Ջոլին իմ կողմից շատ հարգված, շատ փայլուն դիվանագետ է, Կանադայի արտգործնախարարը, դուրս եկավ եւ Եվրոնյուզին տված հարցազրույցում շատ կարեւոր բան արեց, կետ նշեց։ Ասաց մենք իհարկե հասկանում ենք, որ խնդիր կա
Վերջավոր արևելքի մասն էր խոսքը։ Եվ այդ խնդրի բանը, եւ այդ պատերազմը, եւ այդ ամեն ինչը վատ է, եւ այդ Գազայի հատվածը բան, ինքը Տրամպից եկավ, որովհետեւ Տրամպի բոլոր ծրագրերը հակամարտկային են, սենց էլի, իրանք հումանիտար բան չեն պարունակում։ Ինքը ասաց, բայց կներեք, Կանադայում եւ սա ամբողջական եւ ընդհանուր մոտեցումը։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունը բացառապես երկու պետության սխեմայի մեջ է։ Այսինքն Իսրայել եւ Պաղեստին երկու պետություն, որով որ ՄԱԿ-ը այդ փաստաթուղթը տվել է։ ՄԱԿ-ի փաստաթղթով պետքա լինի երկու պետություն։ Եվ որքան ռազմական հանցագործ Բիբի Նետանյախուն իր կլիենտներով, ալյա Տրամփ, ալյա Ալիև շարունակի այդ ամբողջ բանի դեմ գնալ, այդքան պատերազմները շարունակվելու են։ Եվ ամենակարևորը, որ Բիբի Նետանյախուն չի հասկանում կամ չի ուզում հասկանա, որ այն խնդիրները, որ ինքը իր գլխին փաթաթել է, Թուրքիան մասնավորապես, որ ուզում է գա եւ Երուսաղեմը գրավի, որի մասին որ իրանք տեխնիկական բանակցություններ էին անցկացնում նույն Ադրբեջանում, տեսեք ոնց է բարձրանում, չէ՞։ Ադրբեջանի, միջնորդ է, ռազմական հանցագործների միջև միջնորդ է, այդ ոնց որ բան լինի, արա մորդերը լինի, Գունդաբադն է։ Տենց օրկերն ու բաները, գոբլինները հավաքվել են իրար հետ ինչ-որ բաներ են անում։ Լրիվ Գունդաբադն է։ Սրանք Նետանյախուն եւ իր կողքի մարդիկ չեն հասկանում, որ այդ այն, որ իրանց ուզում են ոչնչացնեն, այդ նրա պատճառով է, որ իրանք ուզում են ոչնչացնեն այն համակարգը, որը իրանց ստեղծել է։ Իրանք ամբողջությամբ գնում են ՄԱԿ-ի դեմ, դուրս են գալի ՄԱԿ-ից, ՅՈՒՆԵՍԿՕ բան, համոզել են Տրամպին, կաշառք են տվել, չեն արեական չի։ Համոզել են Տրամպին, որ այն էլ հայտարարի, որ չգիտեք այդ վատա բան, բայց այդ ոնց որ քո արմատն է։ Այն կա է, որ ճուղն ես կտրում, որի վրա նստած ես։ Անկախ հեքիաթներից, որոնք գրքերի մեջ գրված են, մոռանանք նրա մասին, որ այդ գրքերը հիմնականում գրված են այն մարդկանց կողմից, ում առավելությունը այդ գրքերում գրված է։ Ենք շուտ այդ թողենք այդ փիլիսոփայական վեճը։ Բայց Իսրայելը ստեղծվել է 48 թվականին, 47 թվականի որոշմամբ։ Մինչև այդ չի եղել։ Եղել է Տրանսհորդանան, բրիտանական օկուպացիոն տարածք։ Եվ ուրիշ բան այնտեղ չի եղել։ Այո, պատմականորեն, այո, Իսրայելի ոնց որ այդ բաները հрьяաները տարբեր երկրներից կարող են գային այնտեղ բնակվեին, բրիտանացիք ըստ իսրայելական հիմիկվա մամուլի դեմ էին, բայց իրականում բրիտանացիք ասում էին տղեկ դուք որ գալիս եք, դուք խնդրեմ եք, որտեվ գնում եք ձեր իմացած, գրքից վերստում եք, ասում եք դե մենք գնում ենք, ասենք Յուդեա եւ Սամարիա եւ ինչ որ բան, գալիս եք անապատի մեջ նստում եք, դե ոչ ջուր կա, ոչ բան։ Վերջի անգամ այդ տեղի մասին ասում են, որ ձեր գրքերում գրած է, որ 2-4000 տարի առաջ դա այգի էր, այդ երևի այն վաղտը չի եղել, բայց չկա այնտեղ, ոչ ջուր կա, ոչ այգի։ 4 կողմն է, ասում են բեդուիններ են, որոնք չեն հասկանում դուք եկեք է։ Որոնք ձեզ դուք սենց ինչ-որ բաճկոններով սև հագնված բան գալիս եք, մտածում են դուք սատանա եք, ոնց կարա մարդ անապատի մեջտեղը սև բաճկոնով մինչև կոկը կոճկված մնա, ասում են ոնց կարա, սխալ ես դու սխալ ես այս տարածքի համար։ Այսինքն այդ խնդրից խուսափելու համար բրիտանացիք իրանց ասում էին այնտեղ մի գնա, դա դառնում էր, որ իրանք մեզ չեն ուզում։ Բարև ձեզ։ Հաջորդ քայլով եկած հրաները սկսեցին ոչնչացնել բրիտանացիքին։ Ահաբեկչական գործողություններ էին անում։ Երուսաղեմ հյուրանոց կա հայտնի բան Դավիթի պալաս, որտեղ որ տրակացրել էին ամբողջ բրիտանական բանը, սպայական անձնակազմը։ Ես իմ խի։ Ոչ ոք չէր հասկանում խի։ Իմաստ չկար դրա մեջ, բայց ամեն դեպքում դուք եկել եք 47 թվականին որոշել, որովհետև երկու պետություն ա լինելու։ Եվ 47 թվականին դուք մոտարապես հավասար բնակչություն եք ունեցել։ Դրանից հետո իրանք աճել են, դուք չէ։ Մեծ հաշվով։ Դուք շատ ավելի ցածր տեմպերով։ Բայց այդ երկու պետության թեման է։ Եղբայր, ինչի ես դու այդ ՄԱԿ-ի որոշումը, այսինքն որոշումը ՄԱԿ-ն է կայացրել։ Դու հիմա ասում ես ՄԱԿ-ը սխալ է։ Տրամաբանական է, չէ՞ որ մարդիկ ասում են, եղբայր, որ ՄԱԿ-ը սխալ է, բա դու ստե ինչ գործ ունես։ Դու ստե ՄԱԿ-ի որոշումով ես։ Եթե ՄԱԿ-ը սխալ է, որտեղ է այդ սխալների շեմը։ Որ պահից է, որ ինքը սխալ է։ Մինչև այդ ճիշտ էր, լավ, մինչև որ պահն է ՄԱԿ-ը ճիշտ եղել։ Սա լրիվ տրամաբանական բան է, վեճ է, որի լուծումը
Շատ հեշտ է, դու ուղղակի պետք է հիմարություն դուրս չտաս, դու չպետք է ասես, որ մանկը սխալ է, եւ ամբողջ աշխարհը ասում է, որ երկու պետության արկայությունը ավտոմատ զրոյացնում է կոնֆլիկտները, որտեվ երկու պետությունն է, всё, տեղափոխվում է այդ Խաղի կանոններ են փոխում, չեն փոխում, ուզում փոխել, ոչ էլ ուզում փոխեն, ով են ուզում աշխատել, ընդհանրապես իհարկե, բայց ես թվում է Տրամպը այտենց ուզում է միջազգային համակարգը փոխի, առևտրային, ասենք ինքը առանձին վերցած Եվրամիության 16-17% գործընկերն է եւ 15% Չինաստանի։ Այսինքն Եվրամիություն Չինաստան, որ հանդիպում են Պեկինում, որտեղ որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը գնա, նախորդիվ ասեմ հանդիպեցին Կենտրոնական Ասիայում։ Եվ սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Շանխայից մինչև Լիսբոն կամ ավելի հեռու վերցնենք Բրեստ, որ տենց ամբողջ բանը վերցնենք, հա։ Հələ այնտեղ Հարավային Կորեան էլ կմիանա, Օսական էլ, Ճապոնիան էլ կմիանա։ Դե բարև ձեզ։ Տրամպը ստացավ մի իրավիճակ, որտեղ ինքը ոչ թե խաղից դուրս է, ինքը շանս չունի։ Իրանի թեմային չեմ ուզում անդրադառնալ, բայց Պետք է անդրադառնալ, չենք կարող հա, ուզում ասեմ անպայման այս կոնտեքստում մենք հիմա այդ Իսրայել, Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ Ադրբեջան կոնտեքստում եկեք դիտարկենք Իրանը։ Դե վերջին խոսակցությունը Թրամփի հիշում ենք, Նեթանյահուն գնաց Վաշինգտոն, նստած էր այդ օվալաձև ուրեմն սենյակում եւ շատ հետաքրքիր էր դեմքի արտահայտությունը, երբ որ Թրամփը ասում էր, դե գիտակից է պետք տակալացրել էր։ Գիտակից է պետք լինել եւ անպայման չի որ ուրիշ մեթոդներով կարելի եւ բանակցել Իրանի հետ։ Իհարկե հաջորդ օրը Թրամփ ասեց, բայց եթե չբանակցենք եւ արդյունքը Դե հաջորդ օրը սպոնսորները ասել են փողոց կտրենք։ Դա հենց հաջորդ օրը, եթե դե ոչ մի բանի չգանք, գիտեք, ստեղ ուզում եմ, հա, քանի որ հետա անպայման Ադրբեջանի դերն էլ եմ ուզում քանի որ, այո, ստեղ անպայման ես գիտեմ որ կանրադառնանք, բայց սենց հերթով գնանք կիսենք։ Տեսեք, ինչն է էական։ Նետանյահուն չէր ակնկալում, որ լինելու են բանակցություններ։ Տրամպի համար Իրանի հետ բանակցությունները վերջի տեղում էին, որովհետև իրականում խնդիրը հետևյալն է, եթե Տրամպը Իրանի հետ սկսում է ռազմական հակամարտություն, ինչ որտեղ նույնիսկ իրեն ռմբակոծություններ բաներ, Իրանի պատասխանը անմիջականորեն վերացնում է նավթի առևտուրը Պարսից ծոցի երկրներից, թագավորություններից, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բախրեյն, Կաթար, Միացյալ Արաբական Էմիրությունները։ Այսինքն այս ամբողջ փաթեթը նավթ էլ չի վաճառում։ Հետո որ նավթի գները թռնում են վերև, շուկաները իջնում են ցած, եւ շուկաները պայթում են։ Մեծ հաշվով սա կարող տևեր մի քանի օր։ Դե որտեվ ասենք մի անգամ։ Քանի որ Տրամպը մցրեց տարիֆներ, իր մոտ շուկաները արդեն ընկան։ Եթե ինքը մի հատ էլ խփեր, շուկաները մի քիչ որ ընկային, արդեն լավ չէր լինի։ Այդ արդեն բան, հա 29-30 թվի այդ ռեցեսիայի խնդիրը, դա արդեն դեպրեսիայի բանը։ Եվ ակնհայտորեն պայմանավոր նորմալ է, չէ, որ ի վերջո ինչ որ մի պահի, ինչ որ մի ռեալ գեներալ է իրան զեկուցում, կամ զեկույցը տանում են, որ դուք չեք կարա։ Ես շատ լավ պատկերացնում եմ այդ խոսակցությունը, ասում են գրավեք, ասում են չենք կարա։ Ասում են 80 միլիոն են։ Չենք կարա, անապատա, Աֆղանստանն է, ուղղակի շատ ավելի զարգացած։ Այսինքն 20 տարի նստեցինք Աֆղանստանում, ոչ մի բան չեղավ։ Նույն Աֆղանստանն է, ուղղակի շատ ավելի զարգացած, հրթիռներ ունի, բան ունի, մարդ ունի, ինքը առաջատար է, ինքը ինչ-որ ունի։ Բան չես կարա ասես, ունի, սեփական տիեզերական ծրագիր ունի, ատոմային, միջուկային զենք չունի, բայց մոտիկ է, որտեղ ասենք բան անում, չենք կարա։ Ես հասկանում եմ, որ շատերի համար սա բան է, տենց աշխարհի փլուզումը, բայց չի կարա Ամերիկայի Միացյալ Նահանգները մենակով եւ նույնիսկ ոչ մենակով։ Դե ասում են Իսրայելի հետ ուժը մեկ։ Իսրայելը ինքը իրանով խնդրեմ է։ Իսրայելը ինքը իրանով խնդրեմ է, ժողովուրդ։ Իսրայելը պետք է պահես դու, խնդիրը հենց դրանում է, որ ինքը նենց չէ, որ 100% եղածով ինչ ունի, պետք է խփի Իրանին, չէ։ Այնտեղ Չինաստան պետք է պահի, Թայվան պետք է պահի, Հարավային Կորեա պետք է պահի, ստեղ պետք է Իսրայել պահի,
տակը բան չի մնում։ Այստեղ էլ պստիկ Ադրբեջան։ Ադրբեջանը ինչ է, Ադրբեջան չկա այս ռասկլադի մեջ։ Ադրբեջանը ոչնչանում է այդ խնդրով։ Ուղղակի ոչնչանում։ Ադրբեջանի խնդիրը հետևելն է։ Ադրբեջանը ուզում է այն գումարները, որը ծախսել է Էրդողանի եւ Նետանյախուի վրա, ուզում է հետ ստանա։ Ցանկալի է Հայաստանին վնաս տալով։ Վերջ։ Հիմա Ադրբեջանը, ես էլ եմ ասում, Ադրբեջանի հարցի լուծումը ժողովրդավարական Ադրբեջանն է։ Մեր արտաքին հետախուզությունը դրանով պետք է զբաղվի։ Ադրբեջանում պետք է լինեն ընտրություններ, բաց, թափանցիկ, Transparency International-ով։ Դե ասում է, այս Այդ չէ, այդ։ հայտարարություն է, ասում է մարդու իրավունքներ, մեզ ասում են դուք մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարված են, Ես ասում եք։ Ալիևին օրինակ տեսեք, Դες պետք է ոչնչացնել։ բավականին լուրջ ընտրություն է կարելի առաջարկել, մեծ ընտրություն Ալիևին, բան, տենց ինչ-որ մոդելներ կան, հա, Մուսոլինի, Հիտլեր, Սադամ, Կադաֆի, ինքը ազատ է ընտրելու դրանցից որն է ուզում։ Որովհետև եթե ինքը շարունակում է այս բանով, ինքը ուրիշտեղ չի, ինքը վաբանկ է գնացել ու շարունակում է գնալ։ Ամբողջ հարցն այն է, որ ինքը համարում է, որ ինքը ինչ-որ պահի կարա հարձակվի, անշուշտ, ճիշտ հասկանանք, ինքը կարա հարձակվի։ Դա հարձակվելուց բան չի։ Ռուսաստանն է կարել հարձակվել Ուկրաինայի վրա, հետո ինչ, այդպես չի։ Ինքը նույնիսկ կարա հույս ունեն, հա, որ Վրաստանը հերթական անգամ բարեկամ եղբայրական քրիստոնյա ժողովրդի ցեղասպանությանը կմասնակցի փակաճկերով եւ թույլ չի տա, որ մենք ստանանք Եվրոպայից զենք եւ այլն եւ այլն։ Բայց դա տենց հեշտ չի, որովհետեւ իրանք իհարկե կարողանում են ճնշել Վրաստանին, որը մինիոնա մեծ հաշվով, մանավանդ էս PlayStation-ի կողքից գողացած երիտասարդը եւ իր բան սուպեր դախլչի ֆինանսավորողը, բայց խաղացողները, ովքեր հետաքրքրված չեն թուրքական աշխարհի ստեղծման մեջ, ովքեր որ նախորդ շաբաթ ոչնչացրեցին մեծ Թուրանի գաղափարը Սամարկանդում, եվրոպական բաների Հյուսիսային Կիպրոսի թեման է գտած։ Հյուսիսային Կիպրոսի բառը, այո, համագործակցություն եւ համարեցին, որ եւ ոչ միայն չճանաչեցին, այլ նաեւ ասացին, որ այ, նաեւ որ ճանաչելա շանտաղա է։ Ստեղ Ալիևը մի անգամից ասեց, բայց ոնց որ իմ papan գեներալը, ասին ուրեմն շուն ա եղել papan։ Էլ չի կարելի։ Իսկ Թուրքիայում սա մի ուրիշ տիպի հիասթափություն է առաջացրել ամբողջ այդ փաթեթի շուրջ, որի վրա են գումարներ են ծախսել, բաներ են արել թուրքական։ Մենք իսատ ասեցինք, երևի ավելի բաց ասենք, որ Ադրբեջան ներողություն այդ Սամարխանդում այդ բոլոր կենտրոնական Ասիայի երկրները այդ հայտարարությունը արեցին, որոնք Թուրքիան ինչու է զարմացած եւ այսպես տարակուսած եւ ցնցված, որովհետեւ նրանք բոլորը Թուրքիայի ընկալմամբ թուրքական աշխարհի կոնտեքստում են ընկալվում եւ հիմա ստացվեց, որ թուրքական աշխարհը տարակարծություններ ունի ենել խորը։ Մենք մի անգամ խոսել էինք դες մոտ, եթե չեմ սխալվում։ Պարզապես բացեցինք ինչ էինք ասում։ Մենք մի անգամ խոսել էինք, որ իրանց մեջ բավականին լուրջ հակամարտություն կա, թե ով է Թուրանի առաջատարը։ Հա։ Ղազախները ասում են մենք ենք, տարածքը մերն է, թուրքերը մենք ենք, դուք ինչ որ անհասկանալի եք։ Ու եթե չեք հավատում, այտենց ղազախական բլոգերներ կան, ովքեր ասում են եղբայր ուզեք, եթե ուզում եք Թուրանի հետ, Թուրանի առաջնորդի համար կռվեք տալը, եկեք DNT բան արեք, տեստեր արեք, որովհետև որը նայում ենք, դուք ասում եք ուղղակի կամ հայ եք, կամ հույն եք, կամ դու եվրոպացի եք, դուք թուրք չեք։ Նստած ատաղա է ասենց աչքերով, ասում եք թուրքը ես եմ։ Ուզում եք DNT անեմ, ուզում եք հորս բերեմ, մորս բերեմ, ուզում եք 3 սերունդ ենկոն բերեմ, ասում եք դուք չեք կարա 3 սերունդ ենկոն բերեք, որովհետև մեծ հավանականությամբ մի ընտանիք մորթել եք, այդ ընտանիքի անչափահաս աղջկան փախցրել եք, սարքել եք թուրք ու մեծացել եք։ Ասում եք դուք դրա համար դուք թուրք չեք։ Դուք կոտորել եք, դուք մարդկանց մորթել եք, իրանց տներում եք ապրում։ Այսինքն ստեղ հարցը գալիս է նրան, որ առաջնորդը նրանք են, ասում են, այս Ալտային է,
էս բանը տափաստանն է, մենք ստեղից ենք։ Այդ ղազախական բլոգերը այդպես Հա, դե ղազախական ինչ որ մի բլոգեր, բայց խոսվում է այդ մասին։ Դա խոսվում է, որտեվ իրանք բան թաքցնելու բան չունեն։ Այն օրը որ պատկերացնեք, հա, քարտեզը, եթե նայում եք թուրքական աշխարհի, ծանր մասը ընդեղը։ Դե պարզա չէ, Կոնստանտինոպոլսը չի կարա լինի թուրքական աշխարհի կենտրոն։ Աբսուրդ է։ Աբսուրդ է, իգը պատմականորեն կա իրանք եփեն եկե 970-ին որթևին առաջի անգամ սելջուկները մտել են Հայաստան։ Ընդ որում իրանցից 2 տարի առաջ եկել է այդ բանը, ժանտախտը։ Երբ որ իրանք եկե մտել են հայկական լեռնաշխարհում առաջի թե երկրորդ ժանտախտի բանն էր, ալիքն էր։ Բնակչության 60%-ը մահացած է եղել։ Իրանք դրա համար են տենց հեշտ անցել, նշի որ գրավել են։ Նշի որ պատմիչներին նայում ես ասում ես ինչ հեշտ է կան մեր ամրոցները վերցրել։ Մարդ չի եղել, մեռել են սաղ ժանտախտից։ Իրանց բերած ժանտախտից են մեռել։ Եկել են, մտել են, տեսել են մարդ չկա սաղ ով հիվանդ, ով բան, ով բանի։ Եկել ստե ապրել են, հենց առանձնապես դրա համար կոնֆլիկտներ չեն եղել, որովհետև տարածք կա եղել, ամեն ինչ եղել է, մարդ չի եղել, բնակչություն չի եղել։ Հիմա այդ սելջուկները, որ հայտնի է երբ են եկել, ինչի հիման վրա են ասում, որ իրանք այդտեղ Անատոլիայում իրանք պետք է գլխավորը լինեն։ Խի, ղազախները ասում են եղբայր, դու գլխավորն ես խի, որտեվ ստեղից փախել ես, որտեվ մենք ես ստեղից լարել ենք, նույն բանը Ադրբեջանին է վերաբերվում։ Ադրբեջանական արմատները թուրքական, դա օղուզներն են, որոնց որ ասել են ապա ոտը տանք, հետևից խփելով գնա ստեղից, ռադներդ քաշեք, դուք անհասկանալի եք։ Այսինքն իրանք տենց վտարված են եղել թուրքական ընտանիքից։ Դե պարզը վերաբերմունքը համապատասխան է։ Հիմա դրա համար Եվրամիությունը երբ որ գալիս է ասում է մենք ուզում ենք, որ նրանք ասում են հա օքեյ, մենք ենք այդ։ Հյուսային Կիպրոսը հա գրավել են, պարզ է, Հյուսային Կիպրոսը թուրքական չի։ Մենք որպես թուրքական արմատ, թուրքական կենտրոն, թուրքական աշխարհի ղեկավարություն, ինչ որ ես առանձնապես դրանից չեմ բանանում։ Ոչ ասում ենք որ հա Կիպրոսը հունական է, կամ հունական չի, բյուզանդական է, կամ հունական բյուզանդական չի, ասենք չգիտեմ, միկենական է, բայց հաստատ մերը չի։ Մենք այնտեղ չենք եղել, կներեք, մենք ձիերով ենք քշում։ Մենք նավ կյանքում չենք նստել։ Պատմականորեն թուրքերը նավ չեն ունեցել, հետեւաբար չի կարա Կիպրոսը լինի թուրքական։ Մենք կապ չունենք կղզիների հետ, չենք կարա կղզիների հետ կապ ունենանք։ Մի քիչ է մնացել, որ իրանք ասեն, հա, իրականում տոլմանը մերը չի, որտեղ մենք խաղող չենք աճացնում, չենք աճացրել երբեք։ Որ փախլավանը մերը չի, որտեղ ոչ մեղվաբուծություն ունենք, ոչ է պոպոկ ենք տնգում։ Ու ընդհանրապես մենք ոչինչ չունենք բացի ձիերից։ Կուրձուկ բան ինչ-որ տենց հա կարող է, բայց ասենք ոչ մի գործողություն, որը պահանջում է ավելի քան 3 օր նույն տեղում ապրել, իրանք չեն կարա ունենան։ Այդ թուրքական աշխարհ ոնց որ գաղափարախոսությունը կամ այդ տուր ամուր, այսպես իրենց կարծիքով, այո, գոյություն ունեցած աշխարհը թուրքական գոյություն չունի, ստացվում է։ Այդ ամբողջը բռնվում է թույլ են օղակները։ Այդ ամբողջը բռնվում էր գումարների վրա։ Քանի որ Ալիևն էր հիմնական ֆինանսավորողը, նավթը լավ էր, բանը ֆինանսապես լավ էր, ամեն ինչ ցենտր էր, Ռուսաստանի հետ շոկոլադ էր, Ռուսաստանը պատժամիջոցներ չուներ, ինքը ստեղից էր օգտվում, դեղից էր օգտվում, ֆինանսավորում էր Էրդողանին, Էրդողանը պատժամիջոցների տակ չէր, Էրդողանը ռուսական գազը վերցնում էր, վաճառում էր Եվրոպա, այդ գումարը դնում էր գրպան, Պուտինին ասել էր 4 տարի հետո փողը կտամ, հետո 6 տարի հետո կտամ, հետո 8 տարի հետո կտամ, չեմ տա։ Այս ամբողջ դրա վրա էր բռնված, հիմա այդ փողը չկա, պատժամիջոցներ են, Ռուսաստանը ոչ մեկին չի հետաքրքրում, Ալիևը մեծ հաշվով ռազմական անձագործ է, Ալիևը չունի հնարավորություն խաղալու, իրանց մնացել է մի դաշնակից Օրբանը, բոլոր մնացած ակնհայտորեն հայտարարում են, որ իրանք ոչինչ են, Եվրամիությունը կյանքում չի մոռանա, ես ինչ եմ այդ բանի, ինչ էր, PlayStation-ի մոտից գողացածը, իրեն թվում է, որ տենց Շվեդիան ու Ֆինլանդիան տենց հեշտ Կոբախիձը։ Այո, ձեզ մոտ լավ ստացվում։ Շվեդիան ու Ֆինլանդիան տենց հեշտ կմոռանան, որ 2 տարի տանում բերում էր, չէր թողում ՆԱՏՕ մտնել։ Բոլորին պարզ էր, չէ՞ որ դա քրդական հարցը չի։ Բոլորին պարզ էր, որ Պուտինի հետ պայմանավորված է։ Դուք ֆիներին բերում եք ռուսի կացնի տակ եք պարկացնում, չեք թողում, որ իրանք ՆԱՏՕ-ի անդամ դառնան, որ մի հատ շունչ քաշեն, ձև թափելով յանի քրդական թեմայի մեջ, հա։ Բայց իրար բերան եք թքում Պուտինի հետ ամեն տարին ասենք 4 անգամ հանդիպում եք այդ ընթացքում, դուք ուզում եք համոզեք, որ դա կապ չունի,
Դուք իրոք մտածում եք, որ առնվազն Նորդիկ Բալտիկ երկրները դա կմոռանան երբևիցե։ Եվ այդ Կոբախիձեն ձեզ մոտ լավ ստացվում հայտարարում է, որ ինքը Թուրքիայի հետևից կգնա։ Ինքը Թուրքիայի հետևից կգնա ռուսական նավի հետևից։ Ախր ինքան թեմա է դեռ մնացել։ Կարանք խոսանք, հետո կկտրեք երկու հատ կդնենք։ Եվրամիության թեման լավ։ Այդ թեման խոսենք, հետո կգնանք, տեսնենք Արադ Միրզոյանը Անտալիայում ինչ թեմայով է խոսել Ադրբեջանի Վրաստանի արտգործնախարարի հետ։ Ալիևը կոչ է անում Եվրամիությանը չմիջամտել տարածաշրջանի գործերին, ինչ կապ ունի Եվրոպան մեզ հետ։ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չէ, ասում են նա։ Մենք հիշում ենք, որ այդ նույն Սամարղանդում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը կոչ արեց բացել Հայաստանի սահմանները Թուրքիայի Ադրբեջանի հետ, նա ասեց դա Եվրոպական միության եւ Կենտրոնական Ասիայի միջև կապերը ավելի կարևորապնդի սրան պատասխանում է Ալիևը, ասում է դուք ինչ կապ ունեք մեր տարածաշրջանի հետ, Թուրքիայի հետ, Հայաստանի հետ, մեր հետ։ Նիկոլի Սրտովը ասում, բայց այդտեղ ասում է այդ են Ժան-Կլոդ Վադան պատմություն։ Երեքն է սխալվում են։ Թե Ալիևն է սխալվում, թե Էրդողանն է սխալվում։ Խիստ կասկածում եմ, չնայած որ ինքը տենց Էրդողան հետ համաձայնեցրել է, չնայած նույն տեղում են եղել, կարող է։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, դե կարող է Նիկոլի հետ համաձայնեցնելու կարիք չկա, Նիկոլը տենց էլ համարում է, որ մեծ հաշվով տարածաշրջանն է էական, ոչ թե Եվրամիությունը։ Դա նորմալ է։ Նորմալ է, որովհետև Եվրամիության հետ ինքը իրոք կապ չունի։ Եվրոպական քաղաքակրթության սահմանը ցավոք սրտի 7-րդ դարից, 8-րդ դարից տենց անցնում է Հայաստանի սահմաններով։ Հիմա քուրգետով։ Ուզում եք թե չեք ուզում, տենց է։ Բայց ասում են ձեր գործը չի։ Չէ, ձեր գործը կարա ասի ձեր գործը չի։ Մոսկվան է, էլի։ Ой, Москва знатана сильна, что Նույն Թրամփի տրամաբանության մեջ չի, այդ որ USAID-ն է վատը, Եվրամիությունն է վատը։ Հա, ինքը նույն բանի մեջ է։ Ռուսաստանն էլ չի սիրում այդ Եվրամիությանը։ Ռուսաստանը չի սիրում, ինքը օրկա։ Ինքը գոբլին, ինքը գունդաբադի օրկա։ Իրանք ծնված են, անիծված ձևով են ծնված, որպեսզի Եվրոպան ոչնչացնեն։ Եթե Տոլկիենի բանի մեջ մնանք, ցավոք սրտի բանն էլ Տրամփն է Սարոմանն է, էլի, որը դավաճանել է սպիտակ ուժերին, լույսի ուժերին եւ անցել է խավարի կողմ։ Հարցս նա է, որ Եվրամիությունը պետք է վախենա Ալիևի այս խոսքերից եւ ինչ որ հետ քաշվի իր ծրագրերից։ Եվրամիությունը պետք է ինչ անի։ Ումից վախենա։ Հարցրեցի դիմա, հարցեր տվեցի, դուք պատասխանեք։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ ասենք, չէ, Ալիևից վախենալս որն է։ Այդ մենակ Նիկոլը կարա վախենա, վստահ չեմ, որ վախենում է, կարող ուղղակի պայմանավորվել է։ Նո, իրան ձեռ է տալի։ Իդեպ մայիսի 9-ին։ Չէ, վախենում է իհարկե, լցնում է տակը, որտեվ Պուտինից է վախենում։ Հիմա Հայաստանում հերքեցին, ասեցին մայիսի 9-ին Մոսկվայում, այո, Փաշինյանն է լինելու, Ալիևն է լինելու, Պուտինն է լինելու, բայց հանդիպում չի լինելու։ Ոնց կարա հանդիպում չլինի։ Երկուսը տեն սատկած լեշի գլխին կանգնած է կլնելու։ Ոչ թե չի լինելու, այլ նախատեսված չէ ձևակերպումով է տրված։ Այսինքն գուցե նախատեսված չէ իմ հարցն է, բայց ոչինչ երբեք չես կարող ասել։ Խաթաբալադան հիշում եք, կարող եմ մեջ բերել։ Եթե ցենզուրայի Չգիտեմ, չեմ մեջ բերի։ Լենինը ով ուզում է, այդ Լենինը որ ասում է, ես ոչինչ չեմ, ես միայն կրծքերի դեմ համբույր է։ Հիմա հարցը էդ է, դուք գնում եք սատկած Լենինի գլխին կանգնեք, իրեքդ իրար կողք։ Այն բունկերային առնետը, այս Աբշերոնյան ոչխարը ու այս կեպկով հեծանվորդը։ Իրեքդ իրար կողք կանգնելու եք։ Հանդիպում չի լինելու որն է, գողագան, հա, այն որ ասում է տեսնվելուց հանդիպենք, թե հանդիպելուց տեսնվենք, ինչ է նշանակում, չեք բարևելու իրար։ Խոսքը գնում է այդ երակողմ հանդիպումի մասին, ախր վտանգը նրանում է, խաղաղության պայմանագրի մասին, խոսքը գնում է Հայաստան, Ադրբեջան։ Ես հասկանում եմ, դուք հիմա հարցնում եմ ես։ Չէ, դուք չեք հարցնում։ Չէ, դուք հարցնում եք, ուղղակի դուք այդ հարցի տեսքով այնքան իմաստ եք դնում դրա մեջ, որ իրավիճակը չկա այդպիսի իմաստ։ Ստոպ, տենց չի։ Ստեղը տենց չի կարելի ասել, որ չկա։ Իրավիճակը
բանական մոդելի մեջ գնահատող մարդը կարա սկսի մտածել, արդյոք սա կլինի, նա կլինի, ժողովուրդ, ուրեմն 3 հոգի հանդիպում են, 2-ը ռազմական հանցագործ, սրանց մի վայրում գտնվելը վտանգավոր է, նույնիսկ եթե իրանք իրար ապտակ տան, թքեն իրար վրա եւ հայոյեն, որովհետեւ իրանց յուրաքանչյուր հանդիպումը Ռուսաստանի համար դառնում է հիմք, դառնում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը ոչինչ էր։ Դուք ասեցիք, ես Չէ, խնդիրը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը կլինի ամենավերջի հիմարը, եթե մայիսի 9-ին գնա։ Նման հիմարություն այս հիմիկվա դրությամբ չի կարելի թույլ տալ։ Ոչ Սյունիքում բան, անունը ինչ է։ Հյուպատոսություն։ Ոչ մայիսի 9-ին գնալ, ոչ Գրիբոյեդովյան ակումբի ամբարոյականների հավաք Հայաստանում, ոչ այդ ամբարոյականներից ինչ որ մեկին, ով ռազմական հանցագործ է Ուկրաինայում, բերել հանրային հեռուստատեսություն եւ խոսեցնել։ Ժողովուրդ, այդ մարդը ռազմական հանցագործ է Ուկրաինայում։ Դուք ո՞նց եք դրան եթեր տվել։ Նույնիսկ եթե Պետրոս Ղազարյանը, զարմացանք սաղս, մի քիչ իրավերով մանա եկե։ Բայց չի կարելի տենց բաներ անել, հրա։ Չի կարելի։ Այս հարցերը տենց չի լուծվում։ Դուք հիմա իրանց թվում է, որ այդ բարոյականության բանի հարցը, տենց չի։ Այդ բարոյականության հարցը լեգենդների մասին չի։ Մենք ունենք իրավիճակ, որտեղ սև եւ սպիտակ, եթե մնանք Տոլկիենի մեջ, էտա ասում է, չարն ու բարին տեղերով չի փոխվում, դու չես կարող գնաս Մորդոր, պաչես դրա մատանին, բայց մնաս մաքուր, չէ, դու ես դառնում Գունդաբադի օրկ։ Չես կարող գնաս մայիսի 9-ին այնտեղ ու մաքուր մնաս։ Վերջ, չի քննարկվում դա։ Երկու թեմա էլ ունեմ, ինչ անեմ, ժամանակը ասել է։ Ինչ ա եղել։ Արարատ Միրզոյանը։ Դե անհրաժեշտ են այս թեմաները։ Արարատ Միրզոյանը Թուրքիայում է, մենք գիտենք, եւ ոչ միայն ինքն է Թուրքիայում, բայց հարցը ուրիշ է։ Անտալիայի դիվանագիտական ֆորումին են մասնակցում եւ դրա շրջանակներում Ադրբեջանի, Վրաստանի արտգործ նախարարների հետ։ Ուրեմն մասնակցությունը ձևակերպումը տամ քննարկմանը, պանելային քննարկում է կոչվում։ Տարածաշրջանային համագործակցության մարտահրավերները եւ հնարավորությունները Հարավային Կովկասում։ Տարածաշրջանային համագործակցության, սա ձեր սիրելի թեման է։ Հիմա հարցս, բուն նախատեսում է տարածաշրջանային համագործակցություն։ Որքանով է դա իրական, որ տարածաշրջանային դեռ համագործակցության հնարավորությունների մասին խոսելուց Ալիևը ամեն կերպ չի խոչընդոտի կամ չի խանգարի Հայաստանին։ Ընդհանրապես իրական է տարածաշրջանային համագործակցություն այսօր։ Հուսով եմ ձեռ եք առնում, որ ասում եք այդ բանը կամ տարածաշրջանային սարկազմով եք ասում, որ իմ սիրած թեման է, իմ ամենամեծ ատելություն տածած թեման է։ Ատում եմ ես այդ թեման, այդ թեման, հասկացա էլի դրա համար։ Տարածաշրջանային նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը կզում է ու ով կա թռնում են վրով։ Այտենց։ Ոչ ոք չկա տարածաշրջանային, ոչ մի։ Տարածաշրջանային համագործակցությունը դա խաշմերուկն է, որը ոչ մի կապ չունի Հայաստանի։ Հայաստանը սենց ասեմ, եվրասիական ցանկացած բանի մեջ, կառույցի մեջ, նույնիսկ այդ տարածաշրջանային 3+3 4-ի քառակուսի պին բաժանած 6-ի բարձրացրած խորանարդ բան այդ բոլոր մաթեմատիկական սատանայական հաշվարկներով Հայաստանը կործանվում է։ Հայաստանի միակ տարբերակը, որ այդ բոլոր փաստաթղթերը սենց փաթեթավորվում է, ինչ որ մի ձև է արվում ու տրվում է, ասենք Լենինին, ասենք Լենին Աթաթուրք պայմանագրի հետ միասին միտեղ տենց մտցնեն պահեն։ Հայաստանի միակ փաստաթուղթը եւ միակ համագործակցությունը եւ միակ ինտեգրումը, որը կարող է բերի կայուն զարգացման եւ անվտանգության, դա Եվրամիությունն է։ Կամ սենց ասեմ, Եվրատլանտյան քաղաքակրթական բաներն են, որոնք ոչ մի կապ չունեն բացատրում, որովհետեւ Թուրքիան թուրք չի, Ադրբեջանը Ադրբեջան չի, Կովկասյան թաթարները։ PlayStation-ի մոտից գողցած երիտասարդը սկի վարչապետ չի, որովհետև աշխարհը չի ճանաչի իր ընտրությունները որպես լեգիտիմ։ Ինքը ուղղակի տենց պաշտոնի նստած է,
մեկ PlayStation-ը խաղում, Նիկոլից բացի ոչ մեկ շամտեղ չի դնում։ Այդ ասցինք Իրանում դեռ չեն հասկանում ինչա կատարվում, ոնց կլինի Իրանը։ Շաբաթօրը դեռ Հա, բանակցություններ կան, այսինքն այնտեղ պատերազմ կլինի, կանոնություն կլինի, թե չի լինի, էլ չասած որ Թուրքիայում էս դեպի ավտորիտար շարժումը արդեն բոլորից տեղն է։ Մնացել է Նիկոլը։ Նիկոլն էլ ասում է 0 դասարան իջեցնեմ Նիկոլը ասում է 0 դասարան, ինքը ամեն օր բացահայտում է, որ պետական կառավարումը, գիտես, տենց Նելսոն Մանդելա Եվ այս ֆոնին հեծանի Կարեն Սարգսյանը ես եմ եւ իր ուրեմն կողմնակիցները խմբի ներկայացուցիչները Եվրատիպ եք անվանումը դրել։ Բացեք մեկը բանն է, Արմեն Հովհաննիսյան, ձեր մոտ եթերում էր։ Ես ձևակերպումը տամ ամբողջական, որ նախատեսել եմ, եւ դուք հետո արդեն բացեք։ Եվրատիպ շրջանակներում սկսում են հանդիպումների, քննարկումների շարք, ձեր հայտարարությունն եմ դուրս բերել։ Ճիշտ է այդպես։ Նախապես գրանցվելու համար, ձեզ հետաքրքրող հարցերի համար դիմեք այստեղ, դիմեք այնտեղ կամ ինձ մոտ, այո, Telegram-յան ալիքում, Facebook-ում դրել ենք բաները, հղումները դրել ենք, շատ པարզ ֆորմա է Google-ի, որտեղ որ դուք նախապես կարող եք գրել հարցերը, որոնք ուզում եք որ քննարկենք։ Նախ Եվրատիպից սկսենք, ինչ է նշանակում Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմ։ Ինքը շատ վաղուց մենք փորձում ենք գրանցել Եվրատլանտյան integration, հա։ Հա, ինտեգրացիոն պլատֆորմ, հայերեն էլ է։ Եվրատիպ, այնտեղ էլ է այդպես։ Եվրատլանտիկ integration տիպ ենք, հա։ Ինքը հիմնական իր նպատակը դա ապահովելն է Հայաստանի կայուն եւ սահուն ինտեգրումը Եվրատլանտյան բոլոր կազմակերպություններում, ինստիտուտներում, մասնավորապես ստեղ աջակցել կամ առաջնորդել կամ աջակցել անհրաժեշտության դեպքում SEPA պլյուս Եվրամիության հետ գործընթացներ, բանակային ռեֆորմներ, ՆԱՏՕ-ի ստանդարտներ, ընդհանուր առմամբ ստանդարտներ ՆԱՏՕ-ական, բոլոր այն խնդիրները, որոնք կապված են արժանապատվության հետ, այսինքն առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքներ, բնապահպանություն, ինքնքան որ հասարակական պլատֆորմա, հասարակական կազմակերպությունների պլատֆորմա, մենք յուրաքանչյուր ոլորտի վրա պատրաստվում ենք ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք տարբեր ձևերով կաշխատեն, լինի դա պրակտիկ, լինի դա գիտահետազոտական, այսինքն ծրագրերի ինչ-որ արդյունքում մշակած, ասենց ասեմ, գործողության պլաններ, անհրաժեշտության դեպքում համագործակցելով թե պետական մարմինների հետ, թե միջազգային կազմակերպությունների, գործընկեր կազմակերպությունների եւ այլ պետությունների հետ, այսինքն այդտեղ ժամանակափակում չկա։ Հանրիկա հասարակական է, իրենք կարող են անդամակցել անկախ քաղաքացիությունից եւ բնակության վայրից յուրաքանչյուր անհատ, ով Հայաստանի համար մտահոգ է, թե գրանցվելուց հետո արդեն 3-4 ամիս, 3 ամիս։ Հա, 3-4 ամիս է ինչ գրանցվել ենք, դեկտեմբերին գրանցեցին մեզ բարեհաջող, արդեն մի քանի լրջագույն հանդիպում տեղի ունեցել տարբեր ֆորմատներով, փակ ֆորմատներ, բաց ֆորմատներ, եվրոպական քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, ինչ որ տենց կոնֆերանսներ, մշտական ինչ որ փորձագիտական կապերի մեջ ենք, այսինքն մենք աշխատում ենք նրա վրա, որ եվրոպական այդ ինտեգրացիոն գործընթացները սահուն անցնեն, մենք ապահովում ենք այդ դաշտ։ Միևնույն ժամանակ դրսի համար, Եվրոպայի համար փորձում ենք ներկայացնել Հայաստանը այնպեսին ինչպեսին ինքը կա, որ այս շիզոֆրենիան չի էլի, որ մենք ուզում ենք մնանք ԵԱՏՄ-ի մեջ, բայց հապկի մեջ չենք ուզում մնանք դրա համար մեզ ընդունեք Եվրամիություն, բայց Պուտինը մեր պապան է, ինչ-որ այդպես բաներ, որ տնենց չի էլի, որ բանը։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, աշխատում ենք եվրոպական համալսարանների հետ, դե հիմա եվրոպական նախատեսված էր նաև ամերիկյան, ուղղակի դե հիմա տենց մի քիչ պրոբլեմա էլի, ու մենք ուր վենսը, բայց ընդ կփոխվի, ինձ չի ուզում։ Դեռ դուք փաստորեն այսպես կազմավորման փուլում եք։ Չէ, կազմավորված ենք արդեն ընդհակառակ, հիմա արդեն գործնական փուլն է։ Արդեն աշխատում։ Հիմա այս հրավերը, որ մենք տարածել ենք, որ մարդիկ գրանցվեն կան, սա արդեն աշխատանքային փուլ է, սա բան չի։ Տելեգրամյան ալիքը ինչպես է կոչվում։ Իմ Կարեն Սարգսյան Տելեգրամյան ալիքն է կամ Արմեն Հովհաննիսյանի Facebook-յան էջն է կամ իմ Facebook-յան էջն է։ Դրված են հղումները, այնտեղ կարող են մարդիկ գրանցել։ Ուղղակի բանով պատու Google ֆորմա լրացնում եք, ինչ որ կոնտակտային տվյալ եք, որ ձեզ հրավիրելու ժամանակ իմանանք ու մենք զանգում, ինչ որ անում բան։
եւ հարցերի տեղն է թողած այն հարցերը, որոնց շուրջ դուք կամ ուզում եք խոսեք, կամ ձեզ հետաքրքիր է լսել, կամ դուք բան ունեք ասելու։ Շուտ 3-4 հատ։ Միառ ժամանակ հետո նորից ես այս հարցը ձեզ կուղեմ եւ արդեն Մենք կներկայացնենք մյուս ինչ շաբաթվա, հարցեր, մյուս ինչ շաբաթ արդեն առաջի պատասխաններ։ փուլը կլինի։ Եվ ձեր գործերի մասին մի քիչ ավելի մեր բարձ։ մեր հայտարարելուց հետո այդ որ բանը Արմենի հետ որոշեցինք արեցինք, ինչ որ մեկ օրվա ընթացքում արդեն 80 հոգի ամբողջական բան հավաքվեց։ Այսինքն կան մարդիկ ուղղակի մենակ անունն են գրել ու ուզում են գան հարց։ Այն նրանք ովքեր հարցեր են տվել, այդ հարցերի մեջ իմաստ կա, կարդում ես, տեսնում ես մարդը բանը 80-ա հասել։ Այսինքն 80 հոգի ունեն հարց քննարկելու, տեսնում ես հարցի որակից եւ բանից։ Բոլորը չեն 0 դասարանում։ Փաստորեն։ Կասկածում եմ, որ իրանք Այդ 0 Նիկոլ հետ դասարանը կապ հատուկ չունեն։ Գիտեք, աուդիտորիաները տարբեր ունենք, ոչ ինձ, ոչ Արմենին, այն մարդիկ, ովքեր Արմենի ասած այդ լվիցա սանրվածքներով կանայք, որոնք որտեղ Նիկոլաս բանսես բաներ են անում, իրենք մեզ չեն կարդում։ Սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյան, շնորհակալ եմ շատ։ Լավ ալնելու։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։